Իսկ հայտարարում են բացված շարունակում է թիվ ԱՌԴ 11-34-01-25 քրեական ոլորտի քննություն ըստ մեղադրանքի Համբարձում Գևորգի Ներսիսյանի քրեական օրենսգրքի 211 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և Գևորգ Գրիգորի Ներսիսյանի քրեական օրենսգրքի 211 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով դատականիստի քարտուղարը հանդիպեցել ովքեր են ներկայացել դատականիստի և բացակայել անձանց չներկայանալու պատճառները։ Պատասխան դատարան դատականիստի ներկայացել են հանրային մեղադրողներ Սևադարյանն, Տիգրան Վարդարյանը, Պաշտպաններ Անա Զոհրաբյանը, Էմին Խաչատրյանը, Սմբատ Մինասյանը, Նեղադրյանը, Գևորգ Ներսիսյանը, Համբարձում Ներսիսյանը, Վկա Հարությունով Մկրտչյանը և ներկայացել են լրագրողներ Ռամ Խանոյանը, Աննա Պապիկյանը, Լուսինե Բալյանը։ Լրագրողների ինքնությունը հաստատվել ստուգվել են։ Մեղադրյալների ինչ դիրքորոշում ունեն լրատվական միջոցների ներկայացուցիչ հանրապետություն չունեք դուք կողմերը նշված հարցեր կապված ինչ դիրքորոշում ունեն։ Մենք ինքներս ենք միջնորդում թույլատրել հեռարձակումի տեսաձայնագրությունը, ուսում մեղադրանքները համարել։ Իրական դատավորությունների 260 Այո, խնդրեմ հայտնեք ինչ կարգով է իրականացվելու հեռարձակում, Կյան տեսաձայնագրություն մենք ուղիղ եթերի ռեժիմով ենք աշխատում։ դիրքորոշումներ կան հայտ։ Մեղադրանքի կողմը առաքություններ չունի նշված իրավիճակի Լրատվական միջոցների գործունեությանը խոչընդոտող որևէ հանգամանք չի տեսնում, ուստի որոշում է թույլատրել իրականացնել պատասխան գործունեությունը, շարունակում են դատականիստը, գտնում են հիմնական դատավորությունների փուլում իրականացնում վկաների հարցակնություն, այսօր դատական ներկայացել Վկա Հարություն Մկրտչյանը, մոտեցեք անդոնի ներկայացել հայտնի ձեր անուն ազգային հայրանունը Հարություն Տիգրանի Մկրտչյան, ծննդյան ամիս տարեթիվ 1803-1998 թվական։ Ծննդավայրը Վաղարշաբաթ։ ազգությամբ հայեք Հայաստանի Հանրապետության քաղաքացի ինչ կրթություն ունեք, Բարձրագույն։ աշխատում եք, Այս պահին ոչ։ ամուսնացած եք, Այո, ունեմ երկու երեխաներ։ որտեղ եք բնակվում, Քաղաքի չնասում։ հասցնան լուրջական նշել։ Վիկտոր Համբարձումյան 4-ի Գ։ Անձ հաստատող փաստաթուղթ եք ձեր Այո։ ներկայացրեք։ Դատան ներկայացվեց Հարություն Տիգրանի Մկրտչյանի համար AX 040-73-89 անձնագիրը, ինքնությունը ստուգված է, անձնագիրը վերադարձվում է։ Ինչ փոխհարաբերություններ ունեք բարոյի մասնակիցների հետ։ Անկեղծ ասած կյանքումս չեմ տեսել և անձնապես չեմ ճանաչում։ Վկայի ինքնությունը ճշտելու հետ կապված կողմերը հարցերում են։ Ոչ պատասխան։ Պատվիրժան դատարան ինքնության ճշտման հետ կապված որևէ հարց չունենք, բայց ես խնդրեմ դատարանը, որպեսզի վկայի հարցը լինելու նաև քանի որ ես փուլի ես դեռ իմ հարցը տալու ժամանակը չի հասկանալ վկան ինչ պատճառով է նախորդ դատականիստերին չներկայացել և ոչ դատավարական պատշաճ վարկերից դրսևորել, որովհետև ըստ էության ես հիշում, որ դեռ առաջին դատականիստի վկան ներկայացել էր և պատշաճ ծանուցված էր հաջորդ դատականիստի համար։ Հաջորդ դատականիստի չէր ներկայացել, դատարանը որոշում էր կայացրել, բոլորիս հայտնական որոշումը հասկանանք վկան ինչի չի պատշաճ դատավարական վարկերից դրսևորել, իսկ ինքնության կապված որևէ հարց չունի։ Պարզաբանում եմ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածով նախատեսված ձեր իրավունքներն ու պարտականությունները, որպես իրավունք ունեք, թե ինչ բարոյթով եք հրավիրվել հարցաքննության, հարցաքննության ներկայանալ փաստաբանի հետ, հրաժարվել ցուցմունք տալուց կամ նյութեր ներկայացնելուց, եթե որ ճանաչվել ենթադրվի
գործել ձեր ամուսնու կամ մերձավոր ազգականի դեմ, ցույց տալիս դատարանի դիտողությամբ օգտվել փաստաթղթերից, ձեր գրավոր նշումներից, կազմել պլաններ, սխեմաներ, կեցարներ, առարկել գաղության համային մասնակիցների գործողությունների դեմ, որպես վկա պարտավոր եք ներկայանալ վարորդն իրականացնող մարմնի հրավերով ծանոթացում նշված օրը և ժամին, տալ ցուցմունքներ, առանց նախագահող արտադրության թողարկել դատական նիստերի դահլիճը կամ դատարանի շենքը, ենթարկվել դատարանի օրինական կարգադրությունների և դատական նիստի կարգին։ Ձեր կողմից պարտականություններ չկատարելու, մասնավորապես ցուցմունք տալուց ապօրինի հրաժարվելու կամ սուտ ցուցմունք տալու համար կարող եք ենթարկվել քրեական պատասխանատվության քրեական օրենսգրքի 503 և 504 հոդվածներով։ Պարզ են ձեր իրավունքները պարտական։ Այո, պատվազան որտեղ։ Ձեր առջև ամբիոնին գրված է դրավոր տեքստ, ձեր անազգանունը նշելով անազգանուն բառերի փոխարեն։ Բարձրաձայն ընտրեցեք այդ տեքստը։ Ես Հարություն Մկրտչյանս ցուցմունք տալիս ասելու եմ ճշմարտությունը, ողջ ճշմարտությունը եւ չեմ ասելու ոչինչ, բացի ճշմարտությունից։ Ձեր նշված հայտարարությունը մցվում է դատական նիստի արձանագրության մեջ, այժմ ձեզ կմոտեցվի նաև նախազգուշացման թերթիկը, որը ստորագրելով դուք կհավաստեք, ինչպես ձեր իրավունքների պարտականությունների մասին նախազգուշացված լինելը, քրեական պատասխանատվության համար նախազգուշացված լինելը եւ այդ բովանդակությամբ հայտարարությունը դատական նիստի արձանագրության մեջ մտցնելու համար։ Ստորագրել նախազգուշացման դուք նախորդ նիստերից մեկի ընթացքում ներկայացել եք և նիստի ավարտին ձեզ պարզաբանվեց, որ հաջորդ դատական նիստի հայտնվեց ձեզ օրը, ժամը և նաև որ պարտավոր եք ներկայանալ, արդեն պարզաբանել տորվա նիստին չներկայանալու պատճառները, ինչպես նաև հետագա հաջորդ նիստին ևս չներկայանալու պատճառները։ Անկեղծ ասած, եթե ինձ առարկության հնարավորություն տրվեր, ես կառարկեի, որովհետև խնդիրը կապված է իմ անձնական պրոբլեմներով և ֆորս մաժորային իրավիճակի մեջ եմ եղել այդ օրվա նիստին, ներողություն տալ և դա է պատճառը, որ ես չեմ կարողացել ներկա գտնվել նիստին։ Կմանրամասնեք ինչ ֆորս մաժորային ասենք։ Առողջական խնդիր ընտանիքի անդամներից մեկի մոտ, որը ավելի հրատապ եմ ես գնահատել և ավելի կարևոր, քան դատական նիստին գալը, եթե իմ անկեղծությունը պատվարժան դատարանը մի փոքր ավելի ծանր դատի, սա է իրականությունը կայուն։ Այն ինչպես որպես վկա, դեռևս նախաքննության ընթացքում ձեր իրավունքների պարտականությունները պարզաբանված են եղել և կարծում նաև տեղյակ եք եղել, որ իրականացնող մարմնի մոտ դեպքում դատարանի կանչով ներկայանալու անհնարինության մասին նախապես պարտավոր եք այդ մասին եղելու հայտնի դատարանը, որը չեք արել։ Գուցե դա իմ բաց թողումն է, այո, չեմ արել։ Եվ պատվարժան դատարան նաև վկայի կարգավիճակում իմ այստեղ գտնվելն է ինձ համար նաև հարց, ինչու որովհետև նախաքննության փուլում ես ինքս գործում ընդհանրապես ներգրավվածություն չեմ ունեցել և հիմա հարցը նաև իմ մոտ առաջանում, թե ինչու է դատարանը հարկ համարել ինձ որպես վկա ներգրավելու այս գործում, սա ևս հաշվի առեք խնդրում։ Նախաքննության ընթացքում չեք արձակվում։ Ոչ։ Քրեական վարորդի նյութերում արկա է ձեր կողմից տրված ցուցմունք։ Որտեղ։ Ինչու՞ մասին է։ Հարցերի կառուցման ընթացքում ակնկալանանք հարգելի հանրային մեղադրող, քանի որ ձեր կողմից հրավիրված եկան կարող եք սկսել այդ հարցակցությունը։ Շնորհակալություն պատվարժան դատարան։ Հարգելի վկա, այլ ներկայումս ասում եք նախաքննության ընթացքում ցուցմունք չեք տվել։ Քննիչի մոտ չեք գնացել նախաքննական մարմին։ Քննիչի մոտ ես եղել եմ այն ժամանակ, երբ որ հրավիրվել է քննչական կոմիտե ընտրական փուլում իմ ավականու ցուցակի 5-րդ համար Գառնիկ Ղազարյանը եւ այնտեղ
ես ուզում եմ ցուցմունք հարգելի մեղադրողներ, նաև դուք ներկայացնեք, թե ինչ ցուցմունք են ես տվել, որ ես տեղյակ չեմ։ Շատ լավ, ձեր հարցակրթության նաև տեսականությունը, ձեր հարցակրթության արձանագրությունը, կրկնում վաղուց երկրորդ հատորում, պատվաժող արտադրության 735 երկրում, կտակ պատվաժող արտարան, ես ավարտում եմ, ինչ ցույց տալիս։ Այսինքն ցույց տալու Ուրախությունը արձանագրություն կա, պատվաժող արտարան։ Ես ավարտում եմ։ Դատարանը ամեն դեպքում արձանագրում է, որ վարորդի նյութերում ցուցքում որպես այդպեսին արձանագրությունը առկա է։ Գուցե ժամանակ անցել իմ մոտ ինչ-որ։ Պատվաժող արտարան վրա չի պատկերացնում ինչի մասին ախոսվեց, հանգանում են բարձաբանեմ, որից հետո հարցը Առանցություն պատվարժան դատարանի գուցե վկային հարցնենք, նա պատկերացում ունի ինչի մասին ախոսքը, թե ոչ նոր արձանագրել, որ վկան չի պատկերացում ինչի մասին ախոսքը։ Խնդրեմ հարցերով, ինչ ներկայացնելով հարցերով։ Կնիչի մոտ առասրեց ինչի համար է կնիչի Գառնիկ Ղազարյանին, երբ որ հրավիրել են քննչական կոմիտե, ես գնացել եմ Գառնիկ Ղազարյանի տեսակցության։ Եղել եմ քննչական կոմիտեի շենքում, չեմ հիշում որ կաբինետում, ում աշխատասենյակում կոնկրետ։ Եվ անկեղծ ասած պատվարժան դատարան, եթե հարկ կհամարեք, նաև ես կսկսեմ ծանոթանալ նրա հետ, ինչի հետ, որ դուք հիմա փորձում եք ծանոթացնել։ Շատ լավ, ես ուզում ես համատեխնիկը ծանոթացնել։ Քննիչի մոտ ամեն դեպքում ցուցմունք եք տվել 2025 թվականի նոյեմբերի 1-ին տեղի ունեցող դեպքերի կապակցությամբ։ Այ 2021 թվականի նոյեմբերի 1-ին ժամը 16:00-ի սահմաններում Ոսկեհապ գյուղում կներկայացնեք ինչ հանգամանքներ է տեղի ունեցել, ինչ դեպքեր են տեղի ունեցել։ Նոյեմբերի 1-ին նախատեսված էր մեր քարոզարշավի տրամաբանության մեջ հանդիպումը Ոսկեհատ գյուղի բնակիչների հետ եւ այդ շրջանակում մի փոքր ավելի շուտ, մինչև նախանշված 16:00 մեր հավաքն իրականացնելը որոշում էր կայացվել մեր շտաբի կողմից տեղադրել վրան իրազեկող գյուղի կենտրոնական հատվածում եւ կցել այնտեղ երկու գաղափարակից եւ թիմակից ընկերներ, որպեսզի իրազեկող աշխատանք կանեին գյուղում։ Մինչև 16:00 նախապատրաստական աշխատանք, որպեսզի հետագայում ավելի լայն զանգվածների հետ հնարավորություն լիներ շփվելու եւ մտքերն ու ծրագրերը կիսելու։ Այդ ընթացքում օրվա առաջին կեսին 1-ից 2-ից հետո հիմա կոնկրետ ես ժամը չեմ էլ կարող հիշել, ահազանգա ստացվել այդ գյուղում իրազեկման աշխատանքներ իրականացնող ավականու 5-րդ համար Գառնիկ Ղազարյանի կողմից, հիմա համարը չեմ կարող ասել եղել է իրենը թե իրենը չէ, ես խոսել եմ իր հետ, եւ նա ներկայացրել է իրավիճակը, որ գյուղում իրազեկման աշխատանքներ իրականացնելիս, նախընտրական բուկլետներ բաժանելիս ինքը հանդիպել է երկու մարդու, որոնք հայոյանքներ են սեռական բնույթի տեղացել անձամբ իմ հասցեին եւ հիմա էլ մթնոլորտը գյուղում շարունակում է լարվել եւ դեպի լարում գնալ։ Ինչով է հիմնավորվել Գառնիկ Ղազարյանի կողմից, որ իրավիճակը գյուղում լարվում է կամ դեպի լարում է։ Անմիջապես միջադեպից հետո, այդ մի քանի րոպե տևած միջադեպից հետո գյուղի կենտրոնական հատվածում կուտակումներ են տեղի ունենում մեքենաների։ Եվ 16:00-ին, երբ որ մենք հասնում ենք այնտեղ, բնավ իմ պատկերացումը կամ իմ այսպես տպավորությունը առաջին այնպեսին չէր, որ մարդիկ գրկաբաց ուզում են ինձ ընդունել այդ գյուղում կամ լսել իմ ծրագրերն ու տեսակետներն ու դիրքորոշումները եւ իրավիճակը ընդհանուր կարող էր սահուն ընթացքից դուրս գալ։ Ինչու՞։ Պատճառը հետևանքային կապ կա այստեղ, որովհետեւ նորից եմ կրկնում, Գառնիկ Ղազարյանի նախընտրական իրազեկման գործողությունն իրականացնելիս գյուղից երկու հոգի, հետո ենք իմանում թե ովքեր են, հայհոյել են իր ցուցակը գլխավորող անձին, տվյալ դեպքում ինձ։
Սա այն է, ինչ կա, ինչ որոշում է կայացվել տեղում, որպեսզի հետագա այսպես իրավիճակի սրումից խուսափելու համար որոշում են կայացրել իրազեկման եւ քարոզարշավի ավտոերթի տրամաբանության մեջ իրականացնենք, որը ի սկզբանե մեր պլաններում չէր մտնում, ծրագրում ենք այդտեղ քայլել, շրջել, ունարկում, դուր առ դուր մարդկանց հետ շփվել, մեր ծրագրերն ու տեսակետները կիսել նրանց հետ։ Շատ լավ, կներկայացնենք այդ ժամը մոտավոր քանիսի կողմերից հասել Ոստիվար յուղ։ 14:00-ից եւ ինչ պետք է անենք, որ չեք իրականացնել։ 16:00-ից մի փոքր գուցե 15 րոպե 20 րոպե այս կողմ այն կողմ պետք է իրականացնենք, նորից եմ կրկնում, քարոզարշավի տրամաբանության մեջ գործողություններ, շրջենք, մարդկանց հետ շփվենք, անհատապես բոլորի հետ զրուցենք, նրանց խնդիրները լսենք, նրանց խնդիրների վերաբերյալ մեր լուծման պատկերացումները կիսվենք, ներկայացնենք, որը չենք կարողացել իրականացնել եւ ստիպված ենք եղել գյուղում մեքենաներով պատտվել եւ ընդհանրապես հայտարարել, որ մենք եկել ենք այդ գյուղ, փորձել ենք մեր ծրագրերը կիսել նրանց հետ, ստացվել է այնքանով, որքանով որ ստացվել է։ Ստացվել է, առասարակ։ Ես կրկնում եմ, ստացվել է այնքանով, որքանով որ ստացվել է, որովհետեւ ես նորից եմ ասում, այն ինչ որ պլանավորված է ի սկզբանե նախընտրական շտաբի կողմից եւ այն տրամաբանության մեջ, որով որ գնացել է ողջ քարոզարշավի ընթացքում վաղաշաբաթ խոշորացված համայնքի գրեթե բոլոր բնակավայրերում այդ տրամաբանության մեջ չի գնացել եւ տարբերվող է եղել մյուսներից։ Այդ ինչ է ինքն հանդիսացավ, որ նախապես պլանավորած գործողությունները, այսինքն քարոզարշավը չի իրականացրեցիք, այլ որոշեցիք մեքենաների քարոզարշավը իրականացնել։ Նորից եմ կրկնում, իմ 5-րդ համար Գառնիկ Ղազարյանի ներկայությամբ նախընտրական բուկլետի հետ սեռական բնույթի հայոյանքներով ինչ որ մենամարտի մեջ մտնելը բերեց դրան, ինչա նշանակում հայոյել ցուցակը գլխավորող անձին սեռական բնույթի հայոյանքներ տեղալ, հետո հավաքվել գյուղի կենտրոնում, ինչա սա իրենից ենթադրում, Գառնիկ Ղազարյանը պիտի ինձ ասի, որ հայոյել են, ես ինչ պիտի անեմ, պիտի ասեմ արի ճակատդ պաչեմ, թե պիտի առնվազն ասեմ եղբայր ինչ ես ինձ հայոյում, ինչ ճանաչում ենք, երբևէ մենք իրար ճանաչել ենք, երբևէ մեր ճանապարհները խաչվել են, ինչու, որ նախնդիր է, ու կներեք սա ինչի կարող է բերել։ Այսինքն զուտ հայոյանքացիներն են հանդիսացել կամ հանգամանքը, որ դուք ձեր քարոզարշավը չեք իրականացրել։ Նաև կուտակումներ։ Որտեղ եք կուտակումներ տեսել։ Նախաքննական մարմինը կարծում եմ տեսա ձայնագրությունները հարակից շինությունների գյուղի կենտրոնական հատվածի պետքա որ վերցրած լինի եւ այնտեղ պետքա որ արտացոլված լինի։ Ես նշեցի գյուղի կենտրոնական։ Ինձ հարգելի հարցը ձեզ ում եւ շատ լավ։ Գյուղի նախաքննական մարմինը թե ինչ արել, ինչ չարել, դա ձեզ վերաբերում չէ։ Գյուղի կենտրոնական հատված։ Ում եք տեսել, ինչ կուտակումներ եք տեսել։ Մեքենաներ բազմաթիվ։ Եվ Գառնիկ Ղազարյանի կողմից ստացել եմ տեղեկություն, որ այս մեքենաները կապ ունեն ինձ հայոյով անձանց հետ։ Իսկ հեռախոսազանգի միջոցով եք այդ տեղեկությունները ստացել, թե արդեն տեղում եք ստացել այդ տեղեկությունների մի մասը ստացել եմ հեռախոսազանգի միջոցով, որ այսպիսի միջադեպ է տեղի ունեցել եւ իրավիճակը լարվում է գյուղում, մնացածը տեղում արդեն նաեւ տեղում։ Ինչ է տեղում, ավելի մանրամասն կներկայացնեք։ Տեղում Գառնիկ Ղազարյանը ներկայացրել է ինձ, որ եւ նաեւ մյուս աղջիկը մեր գաղափարակից ներկայացրել է, որ այս ամեն ինչը սկսվել է, մեքենաների կուտակումը սկսվել է միջադեպից հետո Գառնիկ Ղազարյանի հետ տեղի ունեցած։ Այդ ամեն ինչը արդյունքում ձեր դիմակիցների մոտ վախի անհանգստության մտնոլորտ է ստեղծվել, որ ուզում եմ հասկանալ քարոզարշավը չեք իրականացրել։ Առնվազն անհանգստության մտնոլորտ է ստեղծվել ինչ առումով, որպեսզի իրավիճակի հետագա սրումից եւ լարումից խուսափենք։ Շատ լավ, երբ դուք հասակ արդեն ոսկերակ տեղում ձեզ ինչ-որ մեկը մոտեցել ասել, որտեղ քարոզարշավ չիրականացնեք կամ ինչ-որ ժեստիկուլյացիա, այսպես գործողություն։ Ոչ։ Միայն Գառնիկ Ղազարյանի ասած։ Ոչ, այո։
ներկայումս հարցեր չունեմ պատասխան։ Ակելի վկայես եք նշեցիք, որ կուտակումները եղեց է որոշել եք ձեր հանրահավաքի կողմարպես ասած փոխել ավտոյետի, դրանց հետո ավտոյետի գյուղում եք արագելիս դուրս եք գնացել։ Չէ, գյուղում ենք արել, հնարավորինս խուսափելով կուտակումներ այն հատվածից, որտեղ որ կային կուտակումներ։ Իսկ ընդարձում ավտոյետի ընդարձում արտարոց կամ նկատել եք ձեր հետապնդել եք իրարով կամ անձիկ եք ապնդել։ Անկեղծ ասած ես իրավիճակում մեր մեքենաներն էին շատ, այդ գյուղի մեքենաներն էին շատ, դրան ուշադրություն չեմ դարձրել։ Տեսեք, ընդհանրապես հանրահավաքի ձեր բարոյական ես հոսպիտալության, համայնքային ծառայության աշխատակիցների գործում են։ Իհարկե։ Ոստիկանության աշխատակից եղել է այդ ժամանակ եւ կարծում երբ մենք ենք արդեն այնտեղ եղել, որովհետեւ թիմը առանձին իրականացրել է այլ հատվածում քաղաքի քարոզարշավ եւ ակտիվ քարոզարշավի ժամանակ է հիմնականում ոստիկանության աշխատակիցը մեր հետ գծված եղել, իսկ արդեն пассив քարոզարշավի ժամանակ, որի մասնակիցներ Գառնիկ Ազարյանը եւ Լիանը այդտեղ ոստիկանության աշխատակից գծված չի եղել։ Այսինքն ինչ ձեր գնալի է, հաստատ գիտեք թե ենթադրում եք։ Ես առնվազն այդպես ենթադրում եմ, որովհետև ես կարող եմ ասել այն, ինչ որ իմ աչքերով եմ տեսել, ինչ որ իմ շուրջն է եղել, մեզ հետ միասին ոստիկանության աշխատող եղել է։ Հասկացա։ Իսկ տեսեք, ընթացքում նշեցիք կուտակումներ են եղել, գործել եք այդ հարցը ոստիկանության աշխատակցին, գործեք կարգավորել։ Հաշվի առնելով Մեկ է քանակական մասով, քանի ոստիկաններ։ Մեկ երկու ոստիկան ա եղել, ձեր մյուս հարցինի պատասխան ասեմ, ոստիկանության աշխատողը տեղում մեր մեջ մեզ հետ քայլել է եւ իրականում քարոզարշավի նաեւ пассив մասնակից ինքն ա եղել Հայաստանի Հանրապետության պետական պատկան մարմինների կողմից կցված անվտանգությունը երաշխավորելու մասով եւ ինքը իր աչքերով ամեն ինչ տեսել է։ Իսկ որևէ կայ ձեռնարկել է հասկանում ինչ կուտակում։ Ես ոստիկանության աշխատանքներին չեմ խառնվում, անկեղծ ասած։ Իսկ դուք տեղեկացրել եք։ Ես առանձին տվյալ պարագայում, տվյալ դեպքի ժամանակ, տվյալ գյուղում ոստիկանության աշխատակցի հետ առանձին զրույց բնականաբար չի եղել, որովհետև իրավիճակի բնույթն մի փոքր ֆորս մաժորային էր մեզ համար։ Ենթադրում եմ նաև հակառակը, չէ՞ որ Ոստիկանը կրկնում է, մեր հետ ա եղել, ոստիկանը մեր հետ ա եղել, մեր մեջ ա եղել, ոստիկանը տեսել ա, լսել ա, ֆիքսել ա։ Արտիրի վկա, տեսեք նաև նշեցիք, որ հետո հրավիրել եք քննչական բույքի համապատասխան ստորաբաժանում, երբ եք հրավիրել, թե չէ՞ եք դեպքից Չեմ օրեր, ժամեր, չեմ հիշի, անկեղծ չեմ հիշի։ իսկ ձեզ տեղեկությունով եք կանցել։ Հետո չեմ հիշի։ Իսկ հիշեք քննչական մարմինների եկածը թե ոստիկանություն։ Իսկ այդ այնքան հիշեք։ Ոստիկանություն տվյալ դեպքով չեմ եղել, բայց ընդհանուր քարոզարշավը ավելի հավուր պատշաճի եւ բոլորի համար անվտանգ իրականացնելու նկատառումներից ելնելով միանշանակ ոստիկանությունում ես եղել եմ ինչպես մյուս բոլոր տեխնիկներ։ Հասկացա։ Իսկ հարց տեղեկություն ունեք ձեզնից առաջ կամ ձեզնից հետո ով արձակել ձեր թիմակիցներից։ Չէ։ Իսկ դուք որևէ մեկին ասել եք որ նա արձակելն է։ Բացարձակ երբեք։ Ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, գիտակցում եմ թե իմ իրավունքները, թե իմ պարտականությունները եւ իմ իրավունքների մեջ բնավ չի մտնում մարդկանց հարկադրելը, ինչ-որ մի բան անել, կամ չանել, գնալ կամ չգնալ, ամեն մարդ ազատ է իր որոշումներում եւ ինքն է որոշում թե ինչպես վարվի։ Շատ լավ, չէ, իմ հարցի նպատակը կամ իմաստը այն է, որ ոչ թե հարկադրեք ինչ-որ մեկին, այլ ծանուցեք։ Ես կարծում եմ պատկան մարմինները լավագույնս կատարում են եւ իմ գործը չի ծանուցել, ոչ հարգել ներառել։ Ես որևէ մեկին չեմ ոչ արել, ոչ դորել, չկա այդպեսի։ Դե հաշվում է պատրաստում։
Պաշտպանական կողմը ևս կարող է հարցեր խնդրում։ Ղուկա Հայություն Մկրտչյան, դուք ասացիք, որ ունեք բարձրագույն կրթություն։ Հիշեցնեք, ինչ մասնագիտություն ունեք։ Մասնագիտության քաղաքագետ եմ, Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում ավարտած։ Ասեք, կան արձանագրենք, որ իրավաբանական կրթություն չունեն։ Իհարկե։ Իսկ քննչական աշխատանքի մասնագիտական ոլորտների իրավեդում եք, ոնց աշխատում քննիչը։ Առնվազն սիրողական մակարդակի է։ Այ ասենք, ըստ ձեզ քննիչը, որ մարդու կանչում է հարցաքննության, իրավեդում եք ոնց Ես միշտ հուսով եմ եւ հույս եմ ունեցել, որ երբ որ պետական պատկան մարմինը կանչում է քննչական գործողության, իր պարտականությունները հավոք պատշաճ կատարում է եւ իմ խնդիրը չի նրա պարտականությունների տիրույթ մտնելը, հասկանալը ինչ է իրանից ենթադրում քննիչի աշխատանքը, ինչ իրավասություն ունի, ինչ իրավասություն չունի։ Եթե կոնկրետ ինչ-որ գործով հրավիրվում եմ, ասում եմ այն ինչ-որ իրականությունն է, ինչ-որ եղելությունն է եւ իմ խնդիրը չի խորանալու դրա մեջ։ Իսկ դու քննիչի մոտ որ գնացել եք, ո՞նց եք գնացել, ո՞վ եք գնացել, հեռախոսա զանգով եք անցել, ցամուսարում։ Չեմ հիշում։ Չեմ։ Հաճախակի եք եկել քննչականում։ Չի ասի։ Այսինքն եզակի դեպք։ Հազվադեպ, դեպքեր պատահում է, կյանքը ամեն ինչ էլ պատահում է, բայց քննչական կոմիտեում, որ ասեմ ամբողջ օրը քննչական կոմիտեում քննիչների հետ եմ իրենց աշխատանքային առօրյան կիսում, դա էլ սուտ է։ Այսինքն սա եթե դիտարկում ենք եզակի դեպք, հիմա իշխանով մենք չենք, դրականը ձեզ հավատա, որ դու չեք հիշում, թե ինչ եղանակով եք գնացել հարցը։ Եթե թող դատարանը որոշի պատվարժան։ Հաստատում ստացել եք, ծանոթագիր ստացել եք քննչական երկրամոլի վերաբերյալ թե ոչ։ Ծանոթագիր որպես այդպեսին չեմ կարող հիշել, որովհետև վաղուց փոստատարին չեմ տեսել, վաղուց ինքս էլ փոստում չեմ եղել։ Մեկ այլ դատական գործով նաև ես ինքս պատասխանող կողմ եմ եղել, նաև այդ դատական գործի ընթացքում հանուն արտահայտության պետք է ասեմ, որ ես ծանոթություն չեմ ստացել, բայց իմ դեմ դատական որոտ ակտ է կայացվել։ Ես վաղուց փոստում չեմ եղել, ուստի ծանոթություն ևս չեմ ստացել։ Կարող եմ երկրացնել, որ առնվազն հեռախոսա զանգով եք։ Ես չեմ կարող ասել, թե ինչ կարող է ենթադրել։ Չգիտեմ, անկեղծ ասած չգիտեմ։ Այ դուք տեղյակ եղել եք, որ Գառնիկ Ղազարյանը եւ Իլյան Արամյանը ձեր նշեցիք ձեր գաղափարակից ընկերներն են, մասնագետ ոչինչ։ Ինչ եղանակով են գնացել քննչական բանին հարցակրթություն։ Չեմ հետաքրքրել։ Կամ գնացել են։ Լսել եմ, որ իրենք քննչական գործողությունների մասնակից են, բայց անկեղծ ասած չեմ խորացել դետալների մեջ։ Լսել եմ, որ այո, նրանց կոնկրետ գործի շրջանակներում, քննչական գործի շրջանակներում հրավիրում են քննչական կոմիտե եւ պարբերաբար հարցաքննություններ տեղի ունեն։ Այս դեպքի հետ կապված զրուցել եք դրանից։ Ես բոլորի հետ եմ այս դեպքի հետ կապված զրուցել, որովհետև անկեղծ ասած ինձ համար էլ այս դեպքը նաև հանելուկային մի դեպք է, ինչու, որովհետև ինչու հայոյել մարդու, որ ինչ է շանաչում, ինչու փորձել խոչընդոտել մի մարդու քարոզարշավ, որին քարոզարշավը քաղաքում ոչ մի ուրիշ տեղ չեն փորձում խոչընդոտել, ու հարցերի հարցը կերպելու եմ, ինչի հայոյել մարդու, ով ուղղակի չէ շանաչում։ Պարզեցիք։ Պարոնեք, ինչի հայոյել, դուք ասեք։ Իսկ պարզեցիք դուք ձեր համար։ Չէ, որ պարզեի Ինչ կգիտեք։ կպարզեի առնվազն ինչ, կպարզեի ինչի, այդ հայոյանքը պետք է պատճառ ունենա, չէ, կամ առնվազն մարդը ունի հիմնավոր պատճառներ հայոյելու, հայոյական պետք է պատճառ չունենա, չէ, չեմ պարզի։ Իսկ համոզված եք, որ հայրան եղել է։ Դե ես ասեցի, չէ, որ Գառնիկ Ղազարյանը պատդել է, որ եղել։ Իսկ Գառնիկ Ղազարյանը կարող է ստի հնարավորություն։ Ես չեմ կարծում, որ 70-ից մարդը պատճառ ունի ստել, կամ ինչի ստի, լավ։ 70-ից մարդը ձեզ ասել է, որ հայտնի դեպքա, որ ինքը պարզել է, մինչ Համբարձում Ներսիսյանին հանդիպել է, որ ձեզ այդ յուղում չեն սիրում, չեն ցանկանում հասարակել։ Ինքը ինձ ասել է, փոխանցել է, որ իրազեկման ակցիա իրականացնելիս իրեն մոտեցել են երկու անձ եւ
իմ նախընտրական բուկլետին նայելով իմ ուղղությամբ սեռական բնույթի հայհոյանքներ են տեղացել։ Հիմա Գարնիկ Ղազարյանը դատարանում այդ ցուցում է, չի ասել, որ իրեն է մոտեցել, այլ ինքն է մոտեցել, դա մեկ։ Գարնիկ Ղազարյանը ես ձեզ ասեմ, հետո հարցը տամ, էլի։ Գարնիկ Ղազարյանը մինչ Համբարձում Ներսիսյանի եւ Գևորգ Ներսիսյանին հանդիպել է, դատարանում է ցուցում տվել։ Այդ յուղի կենտրոնական հատվածում հանդիպել է մարդկանց, որոնց ցանկացել է փոխանցել ձեր նախընտրական բուկլետները ու մարդիկ հրաժարվել են դարձնել, չեն ցանկացել իրենց իրավունք ու դատարանում ցուցում կա տվել, որ ինքը դրանից հասկացել է, որ ձեզ այդ յուղում չեն ընդունում, չեն սիրում իր ասած բաները։ Նա ձեզ նման բան պատմել է, թե ոչ։ շատ լավ, որ ինքը ասել է դատարանում այն, ինչը որ ինքը զգացել է, այն ինչը որ իր ներքին մտորումների եզրահանգման արդյունք են եղել, շատ լավ, բայց դա որևէ մեկին իրավունք չի տալիս այդ գյուղում հայհոյել, խոչընդոտել, թույլ չտալ ու նմանատիպ բաներ։ Արգենի լեգային հարցը ձեզ հասկանալի է, Հարցը ըստ էության այլ բան էր։ Ինքը ձեզ նման բան պատմել է, թե ոչ։ Գարնիկ Ղազարյան ժամանակին մի որոշակի ժամանակ անց պատմել է, բայց տվյալ օրը ինքը նման բան ինձ չի ասել։ Ինքը նման բան չի ասել, ընդհակառակը ես ձեզ ասեմ, այլ իրավիճակ է եղել, մարդը մոտեցել է, ես այլ ձև գիտեմ, էլի այլ ձև այնց ներկայացվել, մարդը մոտեցել է ի սկզբանե մարդկանց, այդ որտեղ որ գյուղի տարեցները նստում եւ իրենց ժամանակն են անցկացնում, գյուղապետարանի դիմաց, մոտեցել է այդ մարդկանց, խոսել է, զրուցել է, ընդհակառակը ի սկզբանե եղել է շատ դրական եւ շատ նորմալ արձագանք, նորմալ է որ կլինեն այդ մարդկանց մեջ մարդիկ, որոնք ուղղակի չեն սիրի, գուցե նաեւ ատեն ինձ, դա էլ է նորմալ։ Իսկ ինչ, կներեք, իսկ ով ասեց, որ բոլորը պիտի սիրեն կամ բոլորը պիտի կիսեն քո գաղափարները, այդպիսի բան կա։ Չկա այդպիսի։ Արգենի վրա ներողություն եմ խնդրում։ Չգիտեմ, առանց վիրավորելու, սա արդեն նախընտրական ելույթ չի։ Խնդրում հարցի պատասխանատվության առարկայական ու հնարավորինս հագեմ էլի, որոնց ժամանակներ այդ տունների ձևը կանգնել։ Հիմա դուք հաղորդում տալու օրը Գարնիկ Ղազարյանի կողմից ոստիկանությունում եղել եք թե ոչ։ Չեմ հիշում։ Իսկ որ Գարնիկ Ղազարյանը դատարանում ցուցում կա տվել, ասել է, որ Հարություն Մկրտչյանը եկել էր ոստիկանություն, Բաքվում ինքը հանդիպվել է ձեզ։ Բավենք ձեր չհիշելու արդյունքում եւ Գարնիկ Ղազարյանով 70-ից մարտակյանքում սուտ չի խոսում, հավատան Գարնիկ Ղազարյանի ցուցմունքի, որ ձեզ տեսել է ոստիկանությունում այդ։ Գուցե կարելի է հավատալ կամ իհարկե պետք է հավատալ, գուցե ես այլ հարցով պայմանավորված եղել եմ ոստիկանության բաժնում, որովհետև ինտենսիվ կապ է եղել իմ եւ ոստիկանության միջև, որպես կառույց եւ մարդ, որը մասնակցում է ընտրություններին եւ ընտրություններին գլխավորում է քաղաքական ուժի ցուցակը, ինտենսիվ կապ է եղել եւ այդ շրջանում բազմիցս ես եղել եմ ոստիկանության բաժնում տարբեր դրվագներով։ Խոսքը վերաբերում է արգելովը, ես քիչ առաջ խնդրեցի, որ առարկայական պատասխանեք, թե դուք ինչ հարցերով, ինչ գործերի հետ կապված եք ոստիկանություն լինում։ Այս գործով չի անցնում, մեզ էլ չի հետաքրքրում։ Հիմա տեսեք, 01-11-25 թվականին գիշերային ժամը Գարնիկ Ղազարյանը, ինչպես ինքն է նշում, գրվել է կամ հրավիրվել է ոչ իր ցանկությամբ, դատարանում է նման։ Հրավիրվել է ոստիկանություն, ես մեր մասը, հրավիրվել է ոստիկանություն, հաղորդում ներկայացնելու համար ոստիկանության պետի տեղակալի կողմից։ Ներողություն, ժամանակ 8-ի, գիշերային ժամը։ Ու այդ ժամին դուք եղել եք ոստիկանությունում ըստ Գարնիկ Ղազարյանի։ Այս գործի հետ կապված մեզ այլ գործեր չի հետաքրքրում։ Հիմա դուք այս գործի հետ կապված եղել եք այնտեղ, զրուցել եք Գարնիկ Ղազարյանի հետ, չեք զրուցել, ինչի մասին եք զրուցել։ Պատասխանեմ։ Երբ որ այդ օրվա ընթացքում տեղի ունենում միջադեպ եւ այդ միջադեպի մասին
խոսակցությունները ընդհանուր տեղափոխվում է նախընտրական շտաբ եւ վերածվում է քննարկման, թե ինչ լուծում պիտի լինի, ու դրանից հետո, երբ որ ոստիկանությունը հարկա համարում Գառնիկ Ղազարյանին ներգրավելու գործի մեջ եւ հրավիրելու ոստիկանության բաժին, իհարկե ես իմ ավականու 5-րդ համար Գառնիկ Ղազարյանի կողքին եմ եղել եւ գնացել եմ ոստիկանություն, որպեսզի տեղում իրավիճակը պատկերացնեմ եւ առնվազն դրսում եմ դրսի պուլպուլակից ջուր խմեմ, սպասեմ, թե երբ Գառնիկ Ղազարյանը դուրս կգա ու ինչ են ոստիկանները նրանից ուզում։ Համովել է պուլպուլակի ջուրը։ Շատ։ Պատվաստան դատարանքի 5 անգամ ես հորդորեցի, որ այս տեության պատասխան հարցին, նախընտրական քարոզարշավ չի, արդեն ավարտվել է։ Բայց խնդրում հարցը ըստ Ես հարցերը ըստ էության եմ տալիս։ Քիչ առաջ դուք Ներողություն, ջրի համը կարծում եմ գործի էության հետ որևէ առնչություն չունի։ Պատվաստան դատարան Պաշտպան եւ երբ որ դիտողություն է արվում նման բնույթի, խնդրում եմ այդ տոնայնությամբ չարձակել։ Ես ուրեմն պատվարժան դատարան կարծում եմ, որ ոչ թե պաշտպանական կողմին դատարանը պետք է նման հորդոր կամ չգիտեմ Եթե ուշադրեք, ես նաև վկային էլ նման հորդորով ու պահանջով դիմեցի, որպեսզի հարցերին ըստ էության մի քանի անգամ խնդրեցի վկային, որպեսզի ըստ էության կոնկրետ այս քրեական գործի հետ կապված հարցերի պատասխան։ Այնտեղ պուլպուլակման ես չեմ դրա մասին խոսել։ Հիմա տեսեք, դուք ձեր հեռախոսահամարը ոստիկանության որևէ աշխատակցի այս գործի համար, այս գործի շրջանակում տրամադրել եք թե ոչ։ Այս գործի շրջանակում ոչ, բայց ի հավելում ձեր հարցի, որպեսզի այլ հարցեր չառաջանա եւ փակենք մնացած հարցերի ճանապարհը, ոստիկանության ծառայողների մոտ, այդ թվում նաև ոստիկանության պետի մոտ եղել է իմ հեռախոսահամարը եւ նորից եմ կրկնում ինտենսիվ կապ ենք մենք պահպանում։ Դուք հաղորդում ներկայացնելու process-ին, գործընթացին մասնակից եղել եք։ Հաղորդում ներկայացնելու գործին process-ին մասնակից չեմ եղել։ Քիչ առաջ ասացիք, որ այս հարցի շրջանակներում ոստիկանության հետ որևէ առնչություն չեք ունեցել, կոնկրետ այս հարցին։ Եթե ես սխալվում եմ, ձայնագրվում արտադրական լիստը, կարող եք լսել, որպեսզի համոզվեմ։ Հիմա ասում եք, որ եղել եք։ Հիմա կարող եմ հետո պարզվի, որ դուք տրամադրել եք ոստիկանությանը կոնկրետ այս գործի հետ կապված ձեր հեռախոսահամարը, որպեսզի ձեր հետ այս գործով ինտենսիվ կապ պահպանեք։ Կրկնում եմ, իմ հեռախոսահամարը ոստիկանության պետից սկսած իր տեղակալներով եւ աշխատակիցներով այդ թվում վերջացած եղել է ոստիկանության ծառայողների մոտ եւ մենք ինտենսիվ կապ ենք պահպանում։ Ինչով է պայմանավորված, որ պետից սկսած գրեթե բոլոր աշխատակիցների մոտ ձեր համարը։ Որովհետև վաղաշաբաթ խոշորացված համայնքի ընտրությունների նախաշեմին ոստիկանության վաղաշաբաթի պետը այդպիսի որոշում ուներ կայացրած, որպեսզի քարոզարշավի ողջ ընթացքը բոլոր տեխնացուների համար ընթանա հարթ եւ անխոչնդոտ եւ նրանց իրավունքներն ու անվտանգությունը պաշտպանված ոստիկանության պետը անձամբ իր ուսերին էր վերցրել այդ պարտականությունը եւ կարծում եմ ինքը փայլուն կատարել այդ պարտականությունները այդ ընթացքում։ Գառնիկ Ղազարյանի կողմից հանցագործության մասին բանավոր հաղորդում տալու վերաբերյալ արձանագրության մեջ առկա է ձեր անուն ազգանունը եւ 077 83 86 եթե չեմ սխալվում եւ 09 դա ձեր հեռախոսահամարը հաստատում եք որ դա ձեր հեռախոսահամարը։ Այո։ Այդ այս ձեր հեռախոսահամարի եւ ձեր անուն ազգանունը ներառված է Գառնիկ Ղազարյանի կողմից հաղորդում ներկայացնելու արձանագրության մեջ։ 76-ամյա մարդ, որի հեռախոսը այդ օրը փչացել էր, որից հետո ես իրեն հեռախոսը նաև նվիրել։ Ու օրվա մեջ երևի մի 5-6 անգամ Գառնիկ Ղազարյանը իմ հեռախոսը խնդրել է եւ զանգեր է իրականացրել ու ես տրամադրել եմ Գառնիկ Ղազարյանին վստահելով իրեն։ Հիմա գուցե զանգերից մեկն էլ այդտեղ ա եղել, այդտեղ արձանագրվել այդ բարակայում ա։ Չէ։ Բա ավելի հստակ ձևակերպեք ձեր հարցը, ես հարցից հասկացա եմ, որ իմ հեռախոսը արտացոլվում է այդտեղ, ճիշտ է։ Ոչ։
Սխալ եք հասկացել, ես ավելի կոնկրետ հարցադրում կատարեմ։ Տեսեք, երբ որ անձին հրավիրություն հաղորդում ներկայացնելու, նշում են իր անձնական տվյալները, երբ ծնվել, որտեղ ապրում, անձնակիր, չգիտեմ, հասցե, հեռախոսահամար։ Այդ հեռախոսահամար դաշտում գրված է ձեր հեռախոսահամարը փակագծելու մեջ ձեր անուն ազգանունը։ Ես ասում եմ, այդ մարդու հեռախոսը այդ օրը փչացել էր, այդ մարդուն հրավիրել են բաժին, որպեսզի գործը ինչ որ առումով եւ երևի թե հիմնականում կապված է իմ քարոզարշավի հետ, նախընտրական ցուցակի գլխավորողը ես եմ, իմ հետ կապնվելու պարագայում ես վստահաբար Գառնիկ Ղազարյանին կարող էի գտնել եւ հորդորել կոչանել ներկայանալ նախաքննական մարմնի որ Գառնիկ Ղազարյանը դատարանում ցուցմունք է տվել, որ իր փչացած հեռախոսի զավեշտ է, բայց փչացած հեռախոսի ներողություն իր հեռախոսին զանգահարել են ոստիկանության աշխատակից, իր այդ հեռախոսի, որ դուք ասեք փչացած է։ Հենց այդ օրը։ Հենց այդ օրը։ Այո, պատասխանել։ Հրավիրել են պատասխանը զանգ։ Հիմա կարող է շահել, զանգած կարող են լինել, պատասխանել, հա։ Ես որքանով որ տեղյակ եմ Գառնիկ Ղազարյանի հեռախոսը այդ օրը փչացել էր։ Դե ես ես ասում դատարանին է ցուցմունք տվել նախազգուշացված լինելու պարագայում։ Նշել է, որ ինձ զանգահարել է ոստիկանության պետի տեղակալ Ամիրյանը եւ կանչել է ոստիկանության բաժին։ Եվ Այսինքն ձեր տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում, որ իր հեռախոսը փչացած է։ Նա իր հեռախոսահամարը հայտնել է ոստիկանության։ դուք հիմա գնահատական եք տալիս, ես ասում եմ, այդ մարդու հեռախոսը այդ օրը փչացած է եղել, դուք ասում եք փչացած չի եղել, որովհետև զանգ է եկել։ Իսկ կարող է բարձվի հարգելի պաշտպան, իսկ կարող է բարձվի, որ պատասխանել։ Դե հարցին պատասխանելու համար նաև իմ մոտ է հարցեր առաջանում, որովհետև Մի բարձրացնեք ձեր մոտ առաջացած հարցը։ ես հարցին պատասխանեցի այնքանով, որքանով ավելացնելու բան չէ։ Դուք թույլ տվություն տվել եք որևէ մեկի, որ ձեր հեռախոսահամարը ներառեն հաղորդում ներկայացնելու արձանագրության մեջ։ Չեմ պատասխանում հարցին։ Չեք կարող չպատասխանել։ Դե հարցի պատասխանում եմ պատվարժան դատարան, թույլ տվեք ուրեմն պատասխանեմ այնքանով, որքանով որ ես էլ այդ հարցի պատասխանը իմ մեջ տեսնում։ Եթե դուք այստեղ իրական Հարցադրում եք ներկայացնում, որ իրավունքը չունեք, ձեզ բացառում են, որ դուք հարցերին պետք է պատասխանեք ըստ էության, ոչ թե ես նորից եմ հարցադրումներ ու ներողություն պատվարժան դատարան։ Ներողություն, ես ձեր հարցին ի պատասխան նորից եմ կրկնում։ Գառնիկ Ղազարյանի հեռախոսը, քանի որ այդ օրը փոխացած է, եւ ինքը նախ եղել է ոստիկանության բաժնում, հետո նախաքննական մարմնում, դա ես չգիտեմ հերթականությունը։ Այդտեղ այո, գուցե Գառնիկ Ղազարյանին ասած լինեմ, կարող ես իմ համարը նշել, եթե քեզ հետ ուզենամ կապ հաստատել, իմ միջոցով քո հետ կապ կհաստատեմ, որովհետև այդ մարդը հեռախոս չի ունեցել։ Հիմա տենց բան եղել է, թե դուք եք ուղղակի ենթադրում եք կամ միգուցե ես ուզում եմ դուք պատասխանեք այն, ինչ որ եղել է։ Այդ եղել է, այդ մարդու հեռախոսը փչացել է, եղել է ու մի քանի անգամ էլ ինքիմ հեռախոսով զանգել է։ Ձեր հեռախոսով կարող է մի քանի անգամ չէ, 100 մի անգամ զանգած լինի։ Դուք Գառնիկ Ղազարյանի թույլ տվել եք, որպեսզի ձեր հեռախոսահամարը ներառի։ Ես եթե անգամ հիմա այդ հարցը իմ մոտ առաջանա թույլ տալ Գառնիկ Ղազարյանին հեռախոսահամարը թողել քննիչի կամ ոստիկանության ծառայողի մոտ, ես միանշանակ թույլ կտամ։ Եղել է նման բան։ Հիմա էլ եթե այդ հարցը առաջանա, ես միանշանակ անգամ ես չեմ հիշում, բայց եթե անգամ հիմա դրա անհրաժեշտությունը լինի, ես նույն կերպ կվարվեմ, ոնց որ գուցե նախկին։ Ոնց կբացատրեք, որ Գառնիկ Ղազարյանը թե նախաքննության թե դատարանում հայտնելա, որ ինքը ոչ ձեր համարն է դիապետում, ոչ գիտի ձեր համարը, ոչ ինքը տրամադրել է ոստիկանության։ Գառնիկ Ղազարյանին հիմա էլ եթե գնան, ասենք, պարոն Ղազարյան, ասեք Արություն Մկրտչյանի համարը, վստահեցնում եմ ձեզ, ինքը չգիտի, կուզեք քնից հանեք նոր հարցրեք, կուզեք քնելուց առաջ հարցրեք, այդ մարդը չգիտի իմ համարը։ Գուցե միտեղ գրած ունի, բայց ոչ չի նշանակում, որ այդ համարը ունենալը դժվար է կամ այդ համարը ինչ-որ մեկից ճշտելը դժվար է։ Ուրեմն տեսեք, հարգելի վկա, դուք փորձում եք ինչ-որ իրավիճակային պատասխանել տալ, ես խնդրում ձեզ ևս մեկ անգամ ըստ էության պատասխանել։
Գառնիկ Ղազարյանի հարցը հստակ է, եթե հասկանալի չի Համեցեք, համեցեք։ Գառնիկ Ղազարյանը մի քանի անգամ ասել է, որ ձեր համարը չունի, չգիտի, երբևէ չի իմացել, ու ձեր հետ էլ կապը հաստատել խնդրելով այլ անձանց, որպեսզի զանգահարեն ձեզ։ Սա ֆիքս է։ Գառնիկ Ղազարյանը երբևէ չի ասել, որ իր մոտ միգուցե մի տեղ գրած ունի, չգիտեմ, բլոկնոտի մեջ, նոթատետրի մեջ, հեռախոսի նման բան չի ասել, ու ասել է, որ ես ոստիկանությանը Հանություն Մկրտչյանի համարը չեմ տրամադրել, չեմ ասել, չգիտեմ, թե որտեղից է այդ համարը հայտնվել է։ Հիմա ինձ մոտ հարց առաջանում օբյեկտիվ։ Այդ համարը այս արձանագրության մեջ ինչ գործ ունի։ Դուք ձեր համարն է, իմ համարը որ լինեք, փորձին ես պատել։ Ձեր համարն է, դրա օբյեկտիվ պատճառաբանություն դուք ունեք։ Հարգելի պաշտպան, ես ձեր հարցին մի քանի անգամ պատասխանեցի։ Պատասխանս նույնն է։ Այդ մարդու հեռախոսը փչացել էր, հիմա ինքը ինչ-որ մեկից իմ համարն իմացել է, ինչ-որ մեկից հարցրել է, կամ ոստիկանության աշխատողը գուցե իրեն ասել է, որ մեր մոտ կա արտացոլվում է եւ ունենք քո նախընտրական ցուցակը գլխավորող անձի հեռախոսա համարը, գուցե իր համարը գրենք, իր հետ քեզ հետ կապ հաստատենք, իր միջոցով քեզ հետ կապ հաստատենք, կներեք դուք ինձ հարցեր եք տալիս, որոնք ինձ վերաբերելի չեն եւ իմ հետ կապ չունեն։ Կապ ունեն այնքանով, որքանով որ համարն է այդտեղ արտացոլվում։ Այսինքն Գառնիկ Ղազարյանը, եթե ինչ-որ մի բան ասած լինի ու իրականություն չլինի, դա ձեր հետ կապ չունի։ Ես այդպիսի բան չասացի։ Հիմա ո՞ր մեկ է հասկանում։ Են եք ասում։ Ես այդպիսի բան չասացի։ Ինձ պետք է հասկանա։ Ես այդպիսի բան չասացի, ես նորից եմ կրկնում։ Գառնիկ Ղազարյանի հեռախոսը խափանվել էր, փչացել էր։ Գառնիկ Ղազարյանին հրավիրել են, եթե հրավիրել են ոստիկանության բաժին, Պողոսյանն է կանչե, Պետրոսյանը եւ հետո այդ մարդու ձեռքը երբ որ տեսել են հեռախոս չկա ու ասել են ոնց քո հետ կապ հաստատենք, ինչ հայաց դա հասկանալի է, այլ հարցումներ, այո։ Հարցումը կրճան։ Հիմա դատարանը գործիքը հրապարակեց վկայի տված դատաքննության ցուցմունքը։ Հիմա դատարանում սուտ էր ասել Գառնիկը, պատճառ ուներ սուտ ասել։ Ես ասեցի, որ սուտ է ասել, կամ դուք պարզել եք, որ Գառնիկ Ղազարյանը սուտ է ասել արդեն։ Ես հարց եմ տալի, պատճառ ուներ սուտ ասել դրան։ Ես կարծում եմ Գառնիկ Ղազարյանը պետք է որ պատճառ չուներ ստել։ Այսինքն ճիշտ է ասում։ Դուք մեկ անգամ եք ասի գնացել հարցակնության հնչականը։ Հարցակնության հետ կապված անկեղծ ասած չեմ հիշում։ Այս մեկ անգամ եք գնացել։ Չեմ հիշում։ Դա չէ, բայց ինչ առաջ ասեցիք մեկ անգամ, սխալ։ Մեկ անգամ ես էլի մենք փորձում ենք դերվագները խառնել։ Մենք չենք։ Ես եղել եմ մենք ընդհանուր փորձում ենք, որովհետև ես այլ բան եմ ասել, դուք հիմա այլ բան եք վերագրում ինձ։ Թույլ տվեք ես էլ դա եզրակացնեմ եւ ես էլ դա փորձեմ առնվազն իմ մտքում ունենալ։ Ես ինչ ասեցի, ասեցի Գառնիկ Ղազարյանը հրավիրվել է ոստիկանություն։ Ես էլ իմ 5-րդ համարի կողքին լինելով գնացել եմ ոստիկանության բակ։ Ես դրա մասին չեմ։ Գնացել եմ ընդհանուր քննչական կոմիտե։ Նույն օրն եք Նույն օրն եք գնացել։ Չէ, նույն օրը չի եղել, առանձին օր է եղել, հրավիրել են իրեն քննչական կոմիտե, այդ օր։ Այդ մի անգամն եք եղել քննչական։ Չեմ հիշում քննչական։ Հա մի քիչ առաջ ցույց եք տալիս դատարանում, դեռ հարգելի գործընկերների հարցին պատասխանում էի, ասում եք ես նույնիսկ հարցակցության process չեմ հիշում, բայց ես հիշում որ մի անգամ առարկեցիք թույլ տայք մարդիկ ցույց տան։ Ընթացակարգ չկա, դրա համար չի ցույց տա։ Եվ ընթացակարգ չկա, պաշտպան Նաև Եվս մեկ անգամ ասել, որ պաշտպանի հարցերին խնդրում եմ ավելի բառակայական եւ հստակ պատասխաններ տվել։ Հիմա եղել եք քննչականում, ցուցմունք տվել եք որոշ։ Եթե Չեմ հիշում պատվարժան դատարան։ Հիմա տեսեք, պատվարժան դատարան, ես իմ հարցերը շարունակեմ։ Դուք մեր գործընկերների հարցին պատասխանեցիք, որ այդ թողնենք նայեք, չնայեք։ Ասեցիք, որ մի անգամ եք եղել քննչական մարմնում եւ այդ նույն օրն էր, որ Գառնիկ Ղազարյանին հրավիրել էին քննչական մարմնում։ Դուք դա դատարանում հստակ նշեցիք։ Հիմա այլ բան եք ասում։ Որտեղ եմ։ Քիչ առաջ ասեք, չեմ հիշում քանի անգամ եմ եղել քննչական մարմնում։ Հիմա նախորդին որ ասում եք մեկ անգամ եմ եղել,
չհիշելով ասում եք մեկ։ Գուցե երկրորդը չեմ հիշում, երրորդը չեմ հիշում, չորրորդը չեմ հիշում, չի կարող լինի։ Այսինքն մենք հիմա ձեր ասածներին ոչ միանշանակ վերաբերվենք, ձեր դատարանում տրվել։ Վերաբերվեք այնքանով միանշանակ, որքանով որ ես կոնկրետ, առարկայական, ինչպես դուք եք ասում, հարցին կպատասխանեմ։ Հիմա Այնտեղ որտեղ չեմ հիշում, հիմա քիչ առաջ նշել եք, որ մեկ անգամ եք եղել քննչական մարմին։ այն ժամանակ, երբ որ Գառնիկ Ղազարյանը եւս եղել է քննչական Այո, այսինքն հրավիրվել է հարցաքննություն։ Գառնիկ Ղազարյանը այո հրավիրվել է հարցաքննություն։ Դուք երբ օրը հարցաքննվել եք, թե ոչ։ Տեսակ ձայնագրման, կամերայով, դες բան կյանքում շատ չի լինում, էլի, քննիչը ձեզ պետք է բացատրել, որ ձեզ հարցաքննում ենք, հարցաքննությունը տեսա ձայնագրվում է, սպեկտր 7 տեսակի տեսախցիկով, անհատական համարով, ձեզ իրավունք պարտականությունը բացատրել։ Նման բան եղել, հա ձեր։ Չեմ հիշում, հարգելի պաշտպան։ Այդ օրը չեք հարցակել։ Այդ օրը առհասարակ իմ մոտ Իսկ Գառնիկ Ղազարյանի քննչական մարմին գնալու նպատակը ո՞ր է։ Գառնիկ հասկացա։ Ղազարյանի ընտանիքի անդամներն էին անհանգստանում եւ նաև երբ որ ես տեղեկացա, որ Գառնիկ Ղազարյանը հրավիրվել է քննչական մարմին եւ ոստիկանություն նաև կներեք, բա ինչ պիտի անել։ Չպիտի գնայի այդ մարդուն տեսնեի այնտեղ ինչ խնդիր կա, ինչով կարող եմ օգտակար լինել, չլինել, առհասարակ ինքը մենակ չզգա, այդպիսի բաներ կա։ Այսինքն դուք նման քայլեր եք գնացել, որ փորձել եք օգտակար լինել։ Առնվազն մի շիշ ջուր այդ մարդուն ներս չճանապարհեմ տարիքն առած մարդա, կամ իր դեղերը, որ օգտագործում է, ես իրան դեղ չտամ խմի։ Իսկ Գառնիկ Ղազարյանը նման իրավունքից զրկված է եղել, Գառնիկ Ղազարյանի նման վերաբերմունք ա եղել, որ դեղերը չեն թողել հետը տարի, դա պարտադիր չի, որ արգելվի, դա իմ պարտքն է եղել, մարդկային առումով նրա առաջ։ Լիաննա Ղարամանյանին դուք քննչական մարմին հրավիրել եք կամ ուղղորդել եք, թե ոչ։ Չեմ հիշում այդպիսի դեպք։ Կարա եղած լինի չհիշել։ Չեմ հիշում այդպիսի դեպք։ Եթե չեմ հիշում, ուրեմն երևի թե չի հիշում։ Լիաննա Ղարամանյանը դատարանի դահլիճում նախազգուշացված լինելով սուտ ցուցմունքի համար հստակ մի քանի անգամ ցուցմունք է տվել, որ դուք եք իրեն ուղղորդել, որ օրը որ ժամի ներկայանա քննչական մարմին։ Հիմա հարցամ կասեք հարցատար։ Այդտեղ արտացոլվում է եւս իմ համարը։ Սա նախորդ հարցին պատասխանվեց։ Հարցադրում իրս չլսեցի։ Դուք ուղղորդել եք Լիաննա Ղարամանյանին, որ այսինչ օրը, այսինչ ժամի։ Գուցե զանգ եմ ստացել քննչական կոմիտեի աշխատակցի կողմից կամ ոստիկանության աշխատակցի կողմից, որ ձեր նախընտրական շտաբից Լիաննա Ղարամանյանին հրավիրում ենք բաժին եւ կամ քննչական կոմիտե ուստի տեղեկացրեք իրեն, այդքան տեղեկացած լինել։ Գուցե նաեւ տարածքի։ Չեմ եղել է, չեմ հիշում։ Ասա որ դուք չեք հիշում, Լիաննա Ղարամանյանը դատարանի դահլիճում ցուցմունք ա տվել, որ դուք եք իրեն կոնկրետ օր, ժամ ասել եւ ուղղորդել, որպեսզի նա եթե ասել եմ, ուրեմն այդ իմ նշած դեպքն է։ Ուրեմն զանգ եմ ստացել, նրան հրավիրել են, ես նրան գուցե ուղեկցել եմ, եթե Ղարամանյանն այդպես ասում, ուրեմն ինքս չեմ հիշի, որ հիշեի ասել։ Աստորեն ձեր միջոցով հնարավոր է եղել մարդկանց հրավիրել հարցը։ Հնարավոր է եղել մարդկանց հետ կապնվելու, որովհետև այդ մարդիկ իրենց օրը առօրյան, իրենց օրը, թույլ եք պատասխանեմ նոր կանցնենք մյուս հարցին, որովհետև իրենց օրը առօրյան հիմնականում անցկացրել են մեզ հետ կամ քարոզարշավ իրականացնելիս կամ պլանավորելիս հիմնականում մեզ հետ են եղել եւ առանձին դեպքերում նաեւ եղել է դեպքեր, երբ որ նույն Ղարամանյանի մայրը չի կարողացել նրա հետ կապնվել, կապը հաստատել։ Դե ես ասում եմ, այդ մարդը կարա աշխատանքով տարված իր հեռախոսին չպատասխանի, կապնվել իմ միջոցով, որովհետև գիտեն ինձ հետ է։ Դուք իրավական պրոցեսները սովորական կենցանից տարբեր եք։ Ես երբեք չեմ մտել իրավականի մեջ, որ տարբերեմ կամ չտարբերեմ։ Հիմա դուք այդ պրոցեսների մեջ Հիմա ինձ ավելի հստակ պատասխանեք։ Ձեր միջոցով փաստորեն հնարավոր է եղել անձանց հրավիրել հարցաքննության։ Փաստորեն
իմ միջոցով հնարավոր է եղել առնվազն անձի հետ կապ հաստատել։ Ես այլ բան եմ ասում հնարավոր է եղել հրավիրել հարցաքննության։ Հրավիրել հարցաքննության ես շատ լավ գիտակցում եմ, որ ես չունեմ այդպիսի իրավասություն, որևէ մեկին հրավիրել, հորդորել, կոչ անել, պարտադրել որևէ գործողություն իրականացնելու կլինի հարցաքննություն, կլինի անգամ կարոզարշավ։ Եթե Լիաննա Ղարամանյանը դատարանում նման բան է հայտնել, ապա կարող են ենթադրել, որ ես ձեզ առնվազն նա ստել է։ Ոչ, ես այդպիսի բան չասացի։ Եվ առհասարակ ես զերծ եմ մնում մարդկանց կատարած գործողություններին որակումներ տալու, եթե դա ապացուցված չի։ Ավելի հստակ ասել, Լիաննա Ղարամանյանը դատարանում ցուցմունք է տվել նախազգուշացված լինելու պարագայում, որ դուք եք ձեր միջոցով եք իրեն հրավիրել հարցակցություն։ Մատառան դատարան առասում առնվազն 5 անգամ նույն հարցը արդեն հնչեց։ Բական հայտնի որ չի հիշում հնարավոր է գուցե եւ ինքն է եկածրել որ ներկայանա հարցակնություն։ Նախին հարցը արդեն այլ բանի է։ Երկրորդը չգիտեմ 5 անգամ էլ տարբեր պատասխաններ հնչեցին, գուցեներով, միթեներով, եթեներով։ Հիմա ես ուզում եմ հստակ հասկանալ, վտա գործի վրա ազդեցություն ունեցել է, թե ոչ պարզ ասեմ, խաղակարգերը բաց ասեմ։ Հիմա ես դեր չեմ խոսում, դուք հիմա դեր եք խնդրում։ Հիմա ես պատվարժան դատարան հարցեցի, դուք նման գործառույթ իրականացրել եք, ասում ոչ։ Ասում եթե Լիաննան դատարանում նման բան ասել, ստել է, ասում ոչ։ Հիմա ոչ մեկին չի եկել պատասխան նաև նշեց որ հնարավոր է որ անգամ ինքն էլ ուղեկցած լինի կոմիտե եւ նաև նշեց որ հնարավոր է Լիաննայի։ այո, եւ հենց այդ Լիաննան բան չի ասել Լիաննայի։ նշեց ես անձամբ։ Հիմա տեսեք պատվարժան դատարան շատ չէ կերել, բայց դուք ձեր հարցին պատասխանես որ հնարավոր է անձամբ անգամ ուղեկցած լինի Լիաննային քննչական կոմիտե։ Ուղեկցել է, ինչ կապ ունի, երբ որ դատարանի դիմացից ուղեկցում էր տուն բոլորին Երևան։ Դրա մասին Այդ չի հարցը ստել։ Հարցն է որ Լիաննան դատարանում մի բան ասում, դուք ասում եք նման բան հնարավոր չի։ Հիմա կամ դուք եք ստել չի, ասում հնարավոր չի, ասում հնարավոր է, չեմ հիշում, բայց հնարավոր է, չի բացառել։ Այդ հարցին ես պատասխանը հասկացա մի քանի նորից եմ հնարավոր է ձեր միջոցով, ես ուզում եք հարցը կապից միգուցե հարցը չի, դուք փոխանցեք։ Ասում ձեր միջոցով մարդկանց հրավիրել են հարցակցության, կամ հաստատել այլ բանը, պատվարժան դատարան, չգիտեմ մարդուց համար իմանալ, որ չգիտեմ Լիաննա Ղարամանյանի համարը չգիտեն, համարը ճշտեն զանգեն Լիաննային հրավիրել։ Հաջորդիվ այլ հարցեր կան դրա հետ կապված։ Հիմա դուք լսել եք, չէ՞ Լիաննա Ղարամանյանի ցուցմունքը։ Կարծում եմ ես դա հիշում եմ։ Ես գիտեմ որ դուք հիշում եք, ես ռետորական հարց է։ Լիաննա Ղարամանյանը դատարանի դահլիճում հստակ ասեց որ Հարություն Մկրտչյանն է ինձ ասել որ վաղը այսին ժամին կգնաս քննչական։ հասկացանք, Հարություն։ Հիմա ասում նման բան բացառած է հանգամանքը, այլ հարց։ Ասում ձեր միջոցով հնարավոր է ասել։ Դուք առհասարակ այդ process-ների վրա հնարավորություն ունեք ասել, քննիչը երբ գործողություն անի, որ ժամին անի, ում երբ հրավիրի, նման process-ների վրա։ Ես ինչ ուժեղ պատկերացում ունեք իմ հնարավորությունների վրա։ Իհարկե ոչ, ես քննչական մարմնի վրա չեմ կարող ազդեցություն ունենալ, թույլ չեմ տա ինձ ազդեցություն ունենալ եւ դա օրենքով արգելված է։ Իսկ դուք Լիաննա Ղարամանյանին երբեմն ասել եք, որ ցանկանում էին ձեզ գիշերվա ժամին հրավիրել հարցակցության, դուք թույլ չեք տվել, պայմանավորվել եք հաջորդ օրվա համար։ Նորից կրկնեք ձեր հարցը։ Դուք Լիաննա Ղարամանյանին երբևէ ասել եք, որ քննչական մարմինը Լիաննային փորձել է հրավիրի ամսի 1-ին գիշերվա ժամին, բայց դուք թույլ չեք տվել դա եւ պայմանավորվել եք հաջորդ օրվա համար ավելի ցերեկային նորմալ ժամին։ Կարծում եմ Լիաննա Ղարամանյանը դատարանին պատվարժան ներկայացրած կլինի, որ ինքն ունի առողջական խնդիրներով տառապող երեխա եւ գիշերային ժամին Լիաննա Ղարամանյանին առավել եւս իմ քարոզարշավով պայմանավորված երբ որ տանեին փորձեին քննչական գործողության հրավիրել, ես առնվազն քննիչին մարդկային առումով կխնդրեի, որպեսզի տիկին Ղարամանյանը իր
վատառողջ երեխայի կողքին լինի, իր երեխայի խնամքով զբաղվի եւ մի քանի անգամ ներողություն խնդրի Լիանան։ Հիմա դու արես չէ, դե հիմա ինքը մանկասակ երեխա ունի, առնվազն Արգելի պաշտպան։ Լիանա Ղարամանյանը դատարանի դահլիճում ասել է, որ դուք իրեն ասել եք, որ քննչական մարմինը կամ ոստիկանությունը Լիանա Ղարամանյանին փորձում է գիշերվա ժամին հրավիրել, բայց դուք չեք դա թույլ տվել։ Ատես գլուխ եմ գովացի անգամ։ Դե դուք ասպարա, եթե դա հնարավոր է։ Դե հիմա պարզվում է, եթե Լիանա Ղարամանյանը չի ստում, ուրեմն դուք առնվազն կամ գլուխ եք գովացել կամ հնարավորություն եք ունեցել նման միջամտություններ կատարել։ Հիմա հարցը սերի չթողեցին ավարտել։ Լիանա Ղարամանյանը դատարանի դահլիճում ցույց տվել, որ դուք իրեն ասել եք, քննչական մարմինը ցանկանում է գիշերով հրավիրել հարցակցության, կանչել հարցակցության, դուք դա թույլ չեք տվել եւ իր համար պայմանավորվել եք հաջորդ օրը։ Եղել է նման բան, թե՞ Գուցե եղած։ Չեմ հիշում, բայց չեմ ուսապում ձեր հարցին պատասխանելուց, ասում եմ, եթե անգամ եղել է, դա պայմանավորված է եղել կոնկրետ հանգամանքով, որ Տիկին Ղարամանյանն ունի վատառողջ, քրոնիկ հիվանդությամբ տառապող երեխա եւ առնվազն մարդկային առումով ինձ համար գոնե թե քննչական եւ նախաքննական մարմինը մի կողմ դրած, որ իր աշխատանքն է կատարում, դա ընդունելի չի եղել եւ ես կիսվել եմ իմ այդ մտահոգություններով գուցե քննիչի հետ։ Դա է կարող է լինել, ինչի չի կարող լինել, բավական կարող են եզրահանգել ձեր ասացից, որ այնուամենայնիվ բոլորի հարցակցության հետ կապված դուք մասնակցություն եք ունեցել առնվազն մեկին ջուր տանելով, մեկին դեղ տանելով, մեկի երեխային, այսինքն դուք եք պայմանավորվել, այս մեկը այս ժամին Չէ, փաստորեն այդպիսի բան չենք կարող ենթադրել։ Ձեր ասածից է դա բխում։ Դա չի բխում։ Դե դուք գուցեներով եք ասում, փորձում եք sense փրկել իրավիճակը, բայց մարդիկ հստակ դատարանում նման ցույց Բնավ դա չի բխում։ Բխում է այն, ինչ իրավիճակային դուք պետք է եղել, որ նման պրոցեսներ կազմակերպեք մարդկանց արագ բերեք հարցակցությունների։ ում եմ պետք է։ Իրավապահ մարմիններին, ում ինձ պետք հաստատ Ինձ եք հարցնում։ Հա, իրավապահներին հարցրեք։ Իրավապահներին Հարությունը քիչ։ Այդ դուք քիչ առաջ նշեցիք, որ Լիանա Ղարամանյանի երեխան քրոնիկ հիվանդությունների վատառ։ Իսկ դες ո՞ր է թույլ բժշկական գաղտնիք հնարավոր։ Նման թույլտվություն ունեք թե։ Եթե դա բժշկական գաղտնիք է, թող պատվարժան դատարանը որոշում կայացնի, Լիաննան իր մասով որպես երեխայի խնամակալ ինքը կայացնի, եթե Լիանան ձեզ թույլ տվել է, հիմա դա Որտե՞ց է կապ չունի հաստատելի պաշտպանից հետո կարակին է ստացել։ Որը հարցը պետք է լսել, որ առարկեք, էլի։ Լիանա հարցը լսեցին։ Չէ, թե ոչ։ Այո, Լիանա Ղարամանյանը ձեզ թույլ տվել է, որպեսզի դատարանում հիմա հայտարարեք իր երեխայի վատառողջ լինելու վերաբերյալ։ Եվ բժշկական պարոն Մինասյան, հաշվեց պատասխան։ Իր հարցին։ Դե դա խզարակ է։ Չէ, միջև առարկությունը չկա, ձեր հարցին պատասխանեց։ Հիմա նույն հարցը կրկին տալու Չէ, ես խոսքը վերաբերում եմ ուղիղ Լիանա Ղարամանյանին։ Հիմա թույլ տվել է, թե թույլ չի տվել։ Եթե թույլ չի տվել, հասկանանք։ Եթե թույլ տվել է, էլի հասկանանք։ Հիմա թույլ տվել է, թե չէ։ Այդ ու հարցը սրան է վերաբերում։ Պատվարժան դատարան, թե դատարանը հետո ինչ կանի, կարձագանքի, ինչ-որ միջոցներ ձեռք կառնի, որ ոչ իրավաչափ կարգը դիտարկելու, դա հարցի մյուս կողմն է։ Եթե ես sense բան եմ արել, դատարանը կորոշի։ Դատարանը բնականաբար իր իրազեկությունների շրջանակում իր որոշումը կորոշի։ Մեր հարցը այլ է։ Դուք ունեք թույլտվություն, թե ոչ։ Դա դուք չեք տեսնում, որ այս մարդը, որպես վկա, դատարանի դահլիճում անընդհատ փորձում է խուսափել պատասխանել։ Հիմա նա թույլտվություն ունի, թե ոչ։ Ունի կամ չունի, դատարանը դրան հետո կարձագանքի։ Նախ արձանագրել, որ միայն հիվանդություն ունենալու փաստի մասին հրապարակելը դա բժշկական իրոք է։ Գաղտնիք չի։ Բժշկական գաղտնիքը տվյալ հիվանդության տեսակ, մնացած ախտորոշում եւ այլ հանգամանքներն են։ Իսկ այո, մենք ստանում ենք բազմաթիվ միջնորդություններ, մի քիչ գործից դուրս բանասել։ Պայմանական առողջապետ ազատման վերաբերյալ օրինակ, որտեղ քրեակատարողական ծառայությունը, որը չունի տվյալ դատապարտյալի
բժշկական գաղտնիք պարունակող տվյալները ամեն դեպքում իր զեկույցում արձանագրում է, որ հիվանդ է կամ առողջ է։ Դա դեռ չի նշանակում, որ հրապարակվում է բժշկական գաղտնիքը։ Բժշկական գաղտնիքը կոնկրետ ախտորոշում է հիվանդության վերաբերյալ։ Այո։ Կարծում եմ դուք եկներդ էլ բազմիցս առաջված կլինեք նման հանգամանքների, ուստի միայն բժշկական դրամատուրգիական կարգով նման հարցեր քննարկել։ Այլ բանա դատարանը դա ընդունում ամեն ասելիքը որ միայն հիվանդության առկայության մասին հայտնելը դեռ չի նշանակում, որ դա հանդիսանում բժշկական գաղտնիք, որտեղ բժշկական գաղտնիքը կոնկրետ հաստատական տվյալն է, այսինքն այսինչ հիվանդության առկայությունը։ Դե համար եթե այլ հարց ունեք, հարցումը կրճան։ Այդ ըստ ձեր իմանալու համար եմ ասում, դատարանն ասում։ Լիանա Ղարամանյանը ընդդեմ եղել է, չէ՞, միջադեպի։ Իսկ ինքը ավելի շատ ինֆորմացված տեղեկությունների միջադեպի մասին, քան դուք, ճիշտ է։ Հաշվի առնելով, որ ինքը ավելի շուտ է եղել ու իր աշկի առաջ է եղել, պետք է որ հայ։ Այ դուք Լիանա Ղարամանյանին ասել եք, որ քննիչը որ կանչի դրա հարցակցության փոքր միջադեպ է տեղի ունեցել, դրա հետ կապված ցույցում։ Ասել եք դες բան դեռ ոչ։ Ես այդպես բան չեմ հիշում։ Չեք հիշում, թե չեք ասել։ Չեմ հիշում։ Հնարավոր է ասած եք։ Դե հիմա այն ինչ որ չեմ հիշում, փորձեք ասեք հնարավոր է թե հնարավոր չի, հնարավոր այնքանով, որքանով հնարավոր չի, ես էլ ձեր հարցին պատասխան եմ։ Կարող է ինչ-որ խնդիրներ ունեք մեր հարցերի չկա։ Ես դու հիմա մասնագիտական չեք, կարող է խնդիր ունեք ընկալման, վերարտադրության, մեր հարցերը չեք հասկանում։ Ձեր մոտ թյուրընկալում կա իմ անձի հետ կապված, ոչ խնդիրներ չկա։ Ումա տպավորություն է ստեղծվում։ Թյուրընկալում։ Հա, թյուրընկալում է։ Հիմա մենք ուզում հասկանամ Լիանա Ղարամանյանը, որ նման ցուցմունք է տվել դատարանը, որ դուք անձամբ իրան ասել եք, որ փոքր միջադեպ է տեղի ունեցել։ Դրանց քննիչի մոտ ցուցմունք է տված։ Հենց այդպես։ Հայաստանից ցուցմունք է տվել։ Ընկալեցիք իմ հարցը։ Հիմա դա Արդյոք թե պնդում եք։ Արդյոք թե պնդում եք։ Ոնց որ պնդեցիք։ Դատարանում ցուցմունք է տվել վկան, նախազգուշացված լինելով ցուցմունք տալու համար նախատեսված քելական պատասխանատվության մասին։ Ես հասկանում եմ, որ բարդ բառեր եմ ձեզ ասում, բայց իրականությունն եմ ձեզ ասում։ Մարդը դες ցուցմունք է տվել դատարանում։ Հիմա մարդը ստելու պատճառ ուներ, թե ոչ։ Որը մեկը ստելու պատճառ պետք է որ չունենա այս գործում։ Այսինքն Լիանա Ղարամանյանը ճիշտ է ասում։ Եթե Լիանա Ղարամանյանը ճիշտ է ասում ձեզ, հիմա այդ միջադեպի մասին ձեզ ավելի շատ ինֆորմացիա որտե՞ղ է, թե դուք եք ասում, որ միջադեպի անմիջական մասնակից են եղել է Լիանան։ Ի՞նչ կասեք։ Ոչ միայն Լիանան։ Ես միայն Լիանայի մասին եմ ասում ձեզ։ Որն է հարցը։ Եթե մինչև հիմա չընկալեցիք, ես հարցը չեմ պատրաստվում։ Հաջորդ հարց։ Այդ դուք անընդհատ նշում եք, որ ոստիկանը անընդհատ ձեզ ուղղեցել։ Անհրաժեշտն է ոստիկան։ Դուք կարծում եք ես ոստիկանության բոլոր ծառայողների անուն ազգանունները հատիկ-հատիկ։ Ես հարցին պատասխանում, դա իբրև հարց չէի ձևակերպել։ Դա հարց չէ, դա պատասխան էր իր մեջ։ ուրիշ պատասխան իր մեջ պատվարժան դատարան։ Ոչ, ոչ։ Իսկ միշտ ոստիկանի պաշտոնը, կոչումը գիտեք, չէ՞, ուսանողներին քանի հաստատել։ Համազգեստով էր։ Համազգեստով էր աստերն էլ հաշված չէր։ Ուզում հասկանամ միջոցի ծառայողն եմ ասում։ Դե առնվազն չեմ հաշվել աստեր։ Իսկ դա այդ պատասխանի արդյունքով խեք ծառայում։ Որովհետև դուք ձեր հարցը այնպեսի հարց է, որ դուք լուրջ մտածում եք, որ պետք է ես իմ առօրյա բան ու գործը թողած ընկնեմ ոստիկանության ծառայողների աստղերը հաշվեմ կամ անուն ազգանունը։ Հնարավոր չէ հաշված լինել։ Չէ, դա պատվաբերված չի, որ Իհարկե պատվաբեր է, ես Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողն է, դրանով ամեն ինչ ասված է, ավելի ինչ կա խորանալու դետալների մեջ, անուն ազգանունն ինչ է, որտեղից ծնունդ է, ինչ աստիճան ունի կամ չունի։ Դա հայտարարություն է, պատվարժան դատարան։ Ես չգիտեմ, իմ մոտ սուբյեկտիվ ընկալում է առաջանում, որ վկան կամ չի դիտակցում, հիմա ինչ կարգավիճակում է, որտեղ է գտնվում ու ինչ իրավունք պարտականություններ ունի։ Ես դատարանի խնդրում եմ, որպես մեր մեջ նման խոսակցություն չլինի, մենք կարգը խախտած չլինենք, դատարանի խնդրում եմ վկային վերստի ևս մեկ անգամ բացատրել իր իրավունք պարտականությունները, թե ինչ վարկագիծ պետք է դրսևորի դատարանում, այս քննի ծավալները, այս ինչ որ այս
բացատրական, հա, այս ճակերտավոր աշխատանքները մենք չկարդար, էլի մենք երեք չենք աշխատում այս ոլորտում։ Ուղղակի անձը գիտակցի իր կարգավիճակը, ինչի համար է հրավիրվել դատարան, եւ իրենց նաեւ իր կողմից կատարած որոշակի գործողությունների արդյունքում գիտակցի, որ անձին կանտերի, անհիմն, ապօրինի գտնում են անազատության մեջ։ Խնդրում եմ իրավունք պարտականությունները եւս մեկական բացատրել եւ Հարցաքննությունից առաջ մանրամասն բարձրաբանվել են, վկանել հայտնել է, որ բարձրագույն կրթության պահանջը կարծում եմ կրկին անգամ բարձրաբանման Միակ կարելի է հարցնել անձը ընդամենը բոլոր կողմերին ուղղված օրդորս, եկեք մնանք օրենսդրության սահմաններում, թե հարցեր ձևակերպելիս, թե պատասխաններ տալիս։ Ես մինչև հիմա պատվարժան դատարան մի հայտարարություններ անում շարունակել։ Մինչև այս պահը մեր տված հարցերը կարծում եմ չափազանց կոռեկտ են եղել, որովհետև ձեր կոնկրետ հարցի վերաբերյալ ես ձեզ օրդորեցի, որ ըստ էության հարցեր տակ, դա հենց նաև վերաբերում է կոռեկտության։ Ես այդ հարցը պատվարժան ուղղված էր օրդորս բոլորին, ոչ միայն ձեզ, վկային կամ հանրային։ Թող եք իմ հայտարարությունը մինչև վերջ անեմ, ես ձեզ շատ ուշադիր կշրջեմ։ Ուրեմն իմ հարցերը եղել են չափազանց կոռեկտ, որովհետև ոչ կոռեկտ հարցերը կարծում դատարանը պետք է առնվազն հաներ։ Ինչ վերաբերվում է մի հարցի հետ կապված, որ ես հիշում եմ այդ չարաբաստիկ բուլբուլակի հետ կապված հարցը, վտանգ է դրա մասին հարցերը թողած ըստ էության խոսում։ Ես եմ ասում, միակ գոնե վերջի անգամ հարցրեք, տեսնեք անձը գիտակցում է ինքը իր իրավունքներն ու պարտականությունները։ Պետք է մի բան։ Որ եկուսիություն միամիտ չպարզվի, ասենք, գուցե չէի գիտակցում, կամ գուցե եւ ես դատարանում չէի։ Նման պատասխանի, որ այնպես չեմ չի։ Ավարտեցի ձեր հայտարարությունը։ Պատվարժան դատարան, ես գիտակցում եմ, որ ես դատական նիստերի դահլիճում եմ, ես գիտակցում եմ, որ դատարանի կողմից ինձ իրազեկված ողջ փաթեթը ամբողջությամբ գիտակցում եմ եւ հնարավորինս փորձում եմ դրա շրջանակում մնալ, եթե ինչ-որ մի պահի էլ շեղվում եմ, ես առնվազն իմ հարցի պատասխանի մեջ փորձում եմ պատասխաններ ներառել, ուստի դրանով է պայմանավորված երկար պատասխաններս։ Եվս մեկ անգամ ձեզ հորդորում եմ հարցերին պատասխանել հստակ եւ հնարավորինս կոնկրետ։ Այն հարցերն ես եմ ասել դալիս, Վկա Մկրտչյան, հարցս ընդունել ուղիղ առողջական իմաստով։ Դուք գրքի հետ կապված առողջական խնդիրներ ունեք, թե եթե առողջական գաղտնիքի հետ հարց կա, կարող եք չպատասխանել։ Որևէ առողջական գաղտնիք չկա, որովհետև գլխի հետ կապված խնդիր չունեն։ Ձեր հիշողության կորուստը ինչով է բացատրվում։ Գեր հագեցած օրերով եւ բազմաթիվ ավելի կարևոր բաներ իմ գլխում տեղավորելով։ Քիչ առաջ հայտարարություն կապվածիկ եստեղացի, իքեգս որի նշել եք, որ միայն ճշմարտություն եք ասել եւ չեք ասել ոչինչ բացի ճշմարտությունից։ Հիշում եք, չէ՞, այդ խոսքը։ Իհարկե, իմ առաջ կարող ենք մեր հարցու պատասխանի ժամանակ ասել միայն ճշմարտությունը, ոչ ձեր ենթադրությունը, ոչ սուտը, ոչ սուտ, ոչ ենթադրություն, ոչ կանխատեսում, նման բաներ կարող եք չասել։ Միայն ճշմարտություն։ սիրով Դատով։ Դուք ի սկզբանե ժխտեցիք, որ ընդհանրապես ցուցմունք եք տվել եւ նույնիսկ զարմանք հայտնեցիք, որ ձեզ վկա են դարձել։ Հիմա ի վերջո դուք համոզվեցիք, դուք ցուցմունք տվել եք, թե դերևս ձեզ մոտ դա կասկածի մակարդակում է։ քանի որ դեպքը ամբողջությամբ հարակից եւ դեպքից բխող գործողություններով չեմ հիշում կամ հիշում եմ մշուշոտ, կարծում սա պատասխանն էր։ Իսկ եթե ամփոփել հիշում եմ մշուշոտը որն է։ Քանի որ դեպքի հետ կապված ես արդեն ասեցի այն ինչ որ ասեցի, կարծում եմ այդտեղ դուք ձեր պատասխանները պետք է որ գտածնեք։
Եղել ձեր հարցուղի եղել եմ քննչական կոմիտեում, թե հարցաքննվել եմ, թե Ձեզ ասեցի, ձեզ մոտ կասկը դուք ժխտեցիք սկզբում, հետո ասեցիք չեմ հիշում, հետո ասեցիք մեկ անգամ եղել եմ գործընկերոջս հարցին, հետո ասեցիք չեմ հիշում կան անգամ եղել։ Ինքնահատասական պատասխաններ եք հիշեցրել, ես հիմա հարցնում եմ, դուքի վերջապես ձեզ համար ամուսնեցիք, որ դուք եղել եք 85 քննչական մամուլ, թե ձեզ մոտ դեռ կասկածի մակարդակում, սա է։ Առնվազն, եթե գործի բնույթը եւ պատվարժան դատարանը թույլ կտա, անկեղծ ասած, ես ցանկություն եմ հայտնում հիմա, սա նաեւ պատասխան կարող է գալ, ցանկություն եմ հայտնում հիմա իմ կողմից տրված ցուցումքի հետ հերթական ծանոթանալ, քանի որ դեպքը ամբողջությամբ չեմ հիշում։ Շատ է, այսինքն նաեւ կասկած կա ձեզ մոտ, ուսմունք տվել եք թե ոչ։ Տեսեք, ես պատասխանեցի, դուք դրանից բխեցրեցիք եւ բերեցիք ու կասկածի մակարդակի հասցրեցիք։ Ես չասեցի կասկած կա, ես ասում եմ, ես ուզում եմ ծանոթանալ իմ ցուցմունքի հետ։ Դուք Գևորգ եւ Համբարձում Ներսիսյանների միջև այդ միջադեպը, կամ միջադեպից հետո միջև ասում, ճանաչել եք թե երբեք չեք։ Ըստ ձեզ, նրանք կարող են ձեր վրա ազդել, օրինակ ստիպել, որպեսզի դուք օրինակ այդ ցուցմունք կամ այդ վարկագիծ դրսևորեք, կամ դուք կանեք իբրև քաղաքացի։ Կարող են նրանք այդպիսի ազդեցություն ունենալ ձեր վրա։ Եթե ինձ եք հարցնում, Ձեզ եմ հարցնում։ հա, իհարկե ինձ եք հարցնում։ Ես պատասխանեմ, որ մարդիկ նախ պետք է հասկանան, հայոյանք եղել է թե չէ։ Եթե եղել է հայոյանք, իսկ ինչ եք կարծում, հայոյանքից հետո չի կարող, նաև հարկադրանք ճնշում եւ այլն եւ այդպես շարունակել։ Ես չգիտեմ։ Եթե չի եղել հայոյանք, ամենայն անկեղծությամբ ես այս մարդկանց չեմ ճանաչում, իրանց հետ ոչ մի խնդիր չունեմ։ Եթե չի եղել։ Եթե եղել է, դա բնույթ է փոխում։ Ես հարցնում եմ, կարող են ասում ձեզ վրա ազդել, որպեսզի դուք օրինակ ձեր ցուցմունքները փոխեք։ Վախացնեն ձեզ, չգիտեմ, համոզեն, կաշառեն, շահագրգռեն, որ դուք ցուցմունք փոխեք։ Կարող են այդպիսի ազդեցություն ունենալ ձեզ վրա, թե ոչ։ Ես չեմ կարծում, որ կարող են։ Եթե օրենքի դաշտում եւ օրենքի այսպես ուղեծրում ունեն, միանշանակ չեն։ Ես իմ ցուցմունքը ոնց տվել եմ, այդպես էլ կմնա։ Այստեղ շահում եք։ Ու էլ եմ կրկնում, եթե եղել է հայոյանք, սա իրավիճակա փոխում, նաև կարա լինի հարկադրանք, եթե չի եղել հայոյանք, ապա ինչի մասին ես ողջ խոսակցությունը։ Հարկադրանք ասելու ինչ նկատում եք։ Դե Ո՞ում հարկադրում։ ով որ հայոյում։ Եթե հայոյում։ Հայովը ձեզ հարկադրի։ Եթե հայոյում է, նշանակում է նաև ինչ-որ խնդիր ունի, չէ՞ որ հայոյում է։ Ուղղակի չեն հայոյում ինքնանպատակ մարդու։ Նշված միջադեպից բացի Ոսկեհակ գյուղում ինչ միջադեպեր է եղել։ Այդ նախընտրական ժամանակահատվածում։ Իմ քարոզարշավի ընթացքում։ Ձեզ հետ կապված։ Իմ քարոզարշավի ընթացքում, քանի որ համայնքը խոշորացվել էր, ես նախատեսել եմ բոլոր շրջաններ ու այդպես էլ եղել է, հնարավորինս քիչ այցելել կամ մեկ անգամ այցելելու մեջ տեղավորել, Ոսկեհատում եղել եմ մեկ անգամ, եղել է այստեղ։ Այլ միջադեպեր, որպես այդպեսին չեն արձանագրվել։ Այս միջադեպի հետ կապված ձեզ առաջինը ով հայտնի ձեր երկու։ Գառնիկ Ղազարյանը, հենց դատական նիստի բացման առաջին հարցին պատասխան ես ասացի, Գառնիկ Ղազարյանը, ժամը գուցե ես սխալվեմ, մի 20 րոպե պլյուս 20 րոպե մինուսի մեջ հաշվի առնելով, բայց օրվա երկրորդ կեսին վստահաբար տեղեկացրեց, որ իրավիճակն այսպիսին է Ոսկեհատ համայնքում։ Ձեր ձեռքին զանգեց եւ պատմեց դրա դեպքի մասին։ Այս պահին, եթե անկեղծ պատմելը միանշանակ պատմեց, իսկ թե իմ ձեռքին զանգեց, թե իմ շուրջ եղած ընկերներից որևէ մեկի ձեռքին զանգեց ու նրա միջոցով փոխանցեց, սա ես անկեղծ չեմ կարող հիշել, բայց որ փոխանցվել է ինձ իր կողմից, դա ընդունեք գիտություն։ Ձեր ցուցմունքում նշել եք, որ ինձ է զանգարել Գառնիկ Ղազարյանը։ Դե բա Գառնիկ Ղազարյանի հետ եմ խոսել։ Ասեք ինձ է զանգարել, իմ ասում չեմ հիշում։ Գառնիկ Ղազարյանի հետ եմ խոսել, իմ համար առարկայական ու կարևորը Գառնիկ Ղազարյանի հետ խոսելն է, թե Գառնիկ Ղազարյանը ում հեռախոսով զանգեց,
ինձ զանգես, թե այլ հեռախոս այդ պահին հետ խաղը քարոզարշավային շրջանում ինձ բերին տվին, ասին Գարնիկ Ղազարյանը քեզ բան ա ուզում փոխանցել, դա չեմ հիշում, այստեղ կարևորը կարծում եմ հենալ որ Գարնիկ Ղազարյանը փոխանցել։ Գարնիկ Ղազարյանը ինչ հարաբերություններ եք ունեցել, ինչ հարաբերություններ բաժին։ Գարնիկ Ղազարյանի հետ որպես այդպիսին բարեկամական կապ, չգիտեմ ինչ այդպիսի կապ չի եղել, անգամ իբրև հին եւ պատկառելի տարիք ունեցող էջմիածնեցի, այսպես ասած, ես նրա հետ կապը չեմ ունեցել, գաղափարական է մեր կապը ընդհանրեն է, հանրային քաղաքական տիրույթում ընդհանուր գաղափարներ ենք կիսում եւ ինչ-որ էտապում նաեւ ընդհանուր ճանապարհ ենք անցել։ Հիմա Գարնիկ Ղազարյանը ապրում է իր կյանքով, Կարություն Մկրտչյանն ապրում է իր կյանքով։ Ընդհանուր հարաբերություն կուսակցությունն էլ իր կյանքով։ Այդպիսին է քաղաքականությունը։ Դուք նշեցիք հեռախոս եք նվիրել Գարնիկ Ղազարյանին։ Ինչ մատնիշ հեռախոս է։ Samsung։ Եվ ինչու է։ Samsung կոնկրետ մոդելը չեմ հիշի, որովհետև Գարնիկ Ղազարյանի հեռախոսը փչացել էր, ես ունեի ավելնոտ հեռախոս, նոր հեռախոս էր։ Ոչ, օգտագործված հեռախոս էր, մեր տան հեռախոսն էր, փոխարինվել է, քանի որ ինձ ընդհանրապես հեռախոս չունեք, ես որոշել եմ այդ վարդագույն հեռախոսը այլ փաթեթավորման, որպեսզի վարդագույնն էլ բան չլինի, նվիրել Գարնիկ Ղազարյանին ինքը սիրով ընդունել այդ նվերը։ Այդ շտաբի, դուք շտաբ եք բացել, ասում եմ Ոսկեհար գյուղում։ Նախընտրական Շրջիկ շտաբ։ Շրջիկ շտաբ։ Դա ինչ է կնկարագրեք այդ շտաբի ինչ է ստացել։ Շտաբը իրենից որպես այդպեսին շատ բան վրան, փոքրիկ վրան, դա վրան կոչելն էլ մի փոքր երևի չափազանցություն կլինի, որովհետև վրանը ամբողջությամբ փակ պետք է լինի։ Սա բաց վրան էր, որտեղ տեղադրված էր սեղան, վրան դրված էր նախընտրական բուկլետներ, քաղցրավենիք, ինչպես անթացել մյուս շրջաններում, մարդիկ երկու հոգի է կցվել այդ վրանին, վրանի մոտ կանգնած շտաբի անդամը բուկլետներ է փոխանցել, շփվել է մարդկանց հետ, գաղափարներն է տարածել, մյուս անդամը հերթափոխով պտտվել են շրջանում եւ փորձել են մարդկանց իրազեկել կոնկրետ ժամանակահատվածում ու նախատեսված այցի վերաբերյալ։ Այդ վրանի պահպանման եւ վրան անձանց վասատության ծախսերը դուք եք օգնացել։ Դա նախընտրական բյուջե է ունեցել հանրապետություն կուսակցությունը եւ նախընտրական բյուջեի տրամաբանության մեջ այդ ամեն ինչ ընթացել է։ Հիմնականում ես պետք է անարդարության ասեմ, որ մեզ հետ քայլող, մեզ հետ շրջող մեր շտաբի աշխատանքներին ներգրաված մարդիկ դա արել են անհատից առանց որևէ դրամական աջակցություն ակնկալելու եւ դրամական շարժ իբրև աշխատավարձ, իբրև, չգիտեմ, վերաբերմունք, իբրև նվեր անգամ չի եղել, մեր մոտ եղել է ամեն ինչ գաղափարական հենքի վրա։ Գումարներ չեք վճարել Վիանայի եւ Գարնիկի։ Ոչ։ Իսկ կուսակցությունն է։ Կուսակցությունն էլ վստահաբար ոչ։ Որովհետև էլ եմ կրկնում, մեր մոտ ծախսել հիմնականում եղել են բուկլետային մաս, նախընտրական հոլովակներ, այսպիսի բաների վրա է ծախսել։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ թիմի մեջ են եղել, վստահաբար չեն Անձի կողմից դրսևորած վարժագիծը դատարանում ճշմարտացի ցուցմունք տալու եւ չտալու։ Նաև կարա ակտներով դառնա նմանատիպ հարցերի արդյունքում։ Հետագայում մեր այս հարցի պատասխանը վստահաբար ոչից հետո մենք որոշակի օրինակ հարցեր ենք ունենալու, հենց դրա հետ կապված, որպեսզի դատարանը նախորդիվ անձանց կողմից վկաների կողմից տրված ցուցմունքները պետք է համադրի, չէ՞, այս վկայի ցուցմունքների հետ, որպեսզի կարողանա եզրահանգման գա։ Ինչքանով են արժանահավատ կոնկրետ վկայի դատարանում տրված ցուցմունքները, որովհետև փոքր դետալներում ենթադրաբար ստող մարդը ենթադրաբար կարա մեծ դետալներում էլ ստել։ Պարոն Խաչատրյան, ասացից վերաբերում նրան, որ կոնկրետ քարոզարշավի կազմակերպման շրջանակներում դրան ներգրավված անձանց վճարում է պատրված լինել չլինելու հարցը,
թե ձեր ասած այնքան, թե կոնկրետ գործի վարույթի փոխանցում։ Ես չի առաջ բացահայտել հարցերի հարցերը դրանք այնքան չեմ կարող դրանք։ Այդ հարցին ներողություն։ Այդ հարցին խնդրում եթե ունեք այլ հարցեր շարունակեք։ Միջադեպի օրը դուք եկաք ձեր շրջանի շտաբ։ Ժամը 4-ից հետո էլի այդ պլյուս մինուս 30 րոպեն կարող ենք դիտարկել։ 30-40 րոպե։ Եկավ շտաբ։ Եկա ոսկեհատ համակարգ, Ոսկեհատ համակարգի շտաբ։ Ինչ մեքենաների կուտակումներ կար։ բազմաթիվ։ Օրինակ։ Ինչ մատնիչները տվալ։ Օրինակ ինչ մեքենաներ։ Ես չեմ կարծում, որ մատնիչները պետք է հիշեին, որ Եթե հիշում եք, չեմ հիշում մատնիչները։ Դուք այդ շտաբ, բացի այդ ուրվանից եկել եք, թե դա ձեր առաջայցն էր։ Դա մեր առաջին ու վերջին այց։ Առաջին վերջին այցն Այո։ Այդ հատվածը ըստ ձեզ գյուղի բանուկ հատվածն է, թե չէ։ Կենտրոնական հատված։ Կենտրոնական հատվածն է։ Եթե դուք հիմա նշում եք, որ կուտակումներ կար, ինչ գիտեք, որ օրինակ բանուկ հատվածում այդպես միշտ մարդաշատ չեն լինի։ Իսկ ինչ եք հենց վերագրում, որ կուտակումներ կան, այլ ոչ թե դա բնականում օրինակ մեքենաների հոսքներ, մարդկանց հոսքներ, չեք նման հետևություն։ Եթե անկեղծորեն չլիներ Գառնիկ Ղազարյանի միջադեպը, մինչև իմ այցելությունը, ես իրավունք էլ չունեի այլ բանի ենթադրել, ես պետք է հենց այդպես էլ ենթադրեի, բայց քանի որ եղել է միջադեպը, դրանից բխում է, որ նաև այդ միջադեպի շարունակությունն է գուցե դա։ Գուցե, դեպա։ Այսինքն ճիշտ հասկացած ես, դա Ղազարյանի ներկայացած ինֆորմացիայի վրա, որ այդպիսի միջադեպ է եղել։ Եվ երբ որ դուք եկել եք, դզել ասել որ մեքենաների կուտակումներ կա, եւ այդ միջադեպից հետո է այդ կուտակումները սկսել։ Ձեզ մոտ նման ենթադրություն է ձևավորվել։ Նման համոզմունք է ձևավորվել, որ ձեր նկատմամբ նման ճնշումներ են։ Այո, հաշվի առնելով Գառնիկ Ղազարյանի փոխանցած մտքերը ինձ, միջև դա, այո, որովհետև Գառնիկ Ղազարյանը այնտեղ նաև նշել է, որ մարդիկ սկզբից շատ նորմալ էին վերաբերվում, հետո մեքենաների կուտակումից եւ քաղաքացիների հետ առանձնազրույցներից հետո ոմանց կողմից մարդիկ սկսեցին ուղղակի դեպից հեռանալ։ Տեսեք, եւ դուք նշեցիք ձեր ցուցմունքի սկզբում եւ Գառնիկ Ղազարյանի ցուցմունքների միջեւ, որ միջև այդ միջադեպի օրներ ձեզ այդ գյուղում գրկված չեն դուք եք անունից։ Ես այդ գյուղի հետ առնչություն չեմ ունեցել եւ չունեմ։ Եվ բնական չէ, որ ձեզ բնական է, որ կլինեին թե մարդիկ, որ կընդունեին, թե կլինեին մարդիկ, որ չէին ընդունում։ Միանշանակ ասել, որ չեն ընդունում, դա այդպես միանշանակ չի, որովհետեւ ես այդ գյուղից 18 ձայն առնվազն ստացել։ Առնվազն 18 հոգի ինձ ընդունել։ Իսկ քանի Չեմ կարող ասել։ Բավականին մեծ գյուղ, բավականին մեծ գյուղ։ Բավականին մեծ գյուղ։ 2000 եւ ավելի։ Գուցե, չեմ տիրապետում կոնկրետ թվին, բայց բավականին մեծ գյուղ է։ Նորմալ է, որ այդ գյուղում կլինեն եւ սիրողներ, եւ չսիրողներ։ Նորմալ է, որ մարդիկ կարտահայտեն, նաեւ անգամ այդ զգացողությունը սիրում են, չեն սիրում, կիսում են, չեն կիսում, ու հենց այդտեղ է, որ տեսակետների բախում ու բանավեճ կարողավարվի, բայց ոչ հայոյանք։ Ձեր նշած կուտակված մեքենաներից որևէ հակաօրինակական վարկագից արձանագրել եք, թե օրինակ չգիտեմ, հայոյանքներ, մեքենայի ինչ-որ չգիտեմ ինչ եք ուզում, որևէ հակաօրինական վարկագից նկատել եք, թե ոչ։ Քանի որ իրավիճակը ես ի սկզբանե գնահատած եմ մտել գյուղ եւ տեղում էլ իրավիճակը կարողացել եմ ճիշտ գնահատել, բանը դրան չի հասել։ Բարձրացավ։ Դուք ավտոերթ եք արել, չէ՞, որոշել եք ավտոերթ անել։ Որոշեցինք, այո, դուրս գալ գյուղով մեքենաներով պտտվել, խուսափելու համար ավելորդ կոնֆլիկտներից։ Ավտոերթի ժամանակ ոչնչով եղել եք, թե ոչ։ Որպես այդպեսին չեմ կարող արձանագրել ոչ
Չի եղել։ Լավ։ Իսկ եթե պարզի որ Գարնիկ Ղազարյանի ներկայացրածը այդ ինչ ինչպես ներկայացնում է։ Շատ տխուր կլինի։ Դուք այդ դեպքում պատկերացնում եք, որ ձեր հետևությունները հիմնված կլինեն, Որովհետև սխալ փաստական դրամատիկ։ դե իմ հետևությունները ինչի վրա հիմնված կլինեն, դա իմ խնդիրն է։ Այ իրավապահ համակարգը ինչ հետևությունների է եզրահանգել, դա իրավապահների խնդիրն է։ Պատվարժան դատարանը ինչպեսի որոշում կկայացնի, դա էլ պատվարժան դատարանի տիրույթում գտնվող խնդիր է։ Իմ տիրույթում գտնվող խնդիրը այնքանով, որ ես ասում եմ, մենք իրար չենք ճանաչել, պարոն Այգ։ Հայոյանքի իմաստը, անկեղծորեն, ես այս մարդու տարիքը նայում եմ ու խոնարհվում եմ իր առաջ, բայց հայոյելու իմաստը կասեք, ինձ այդպես է փոխանցվել, պարոն Զուրաբյան, ինձ հայոյել է։ Հետո կուտակվել է, ո՞րն է եղել իմաստը, չի կարելի։ Նայեցիք պարոն Ներսիսյանի, Գևորգ Ներսյանի, Գարնիկ Ղազարյանը, ուսումնքով Գևորգ Ներսյանը տարապես, որևէ խոսք չի ասել ձեր կապված։ Ինչա, այդ դեպքում պարոն Ներսիսյանը այստեղ, դա կարծում եմ ինձ ուղղելի կարծիք է։ Այ ասացիք, որ Գարնիկ Ղազարյանը ձեզ ներկայացրել է, որ միջադեպից առաջ ամենից նորմալ էր ընթանում, միջադեպից հետո խնդիրներ առաջացան։ Ի տարբերություն այս ամենի, Լիաննա Ղարամանյանը դատարանում ցույց տալիս ասել է, որ Գարնիկ Ղազարյանի կողմից շրջիկ շտաբ վերադառնալուց հետո ինքը շարունակել է բնականում աշխատել, մարդկանց ուղղել առաջարկել, ոմանք նույնիսկ վերցրել են, այսինքն որևէ խնդիր չի եղել։ Ինչ կարծեք դրա մասին։ Լիաննա ձեզ տեղեկացրել է, որ ընթացքում նորմալ աշխատել է այդ բուկլետները, բաժանել միջադեպից հետո որևէ խնդիր չի եղել։ Հաշվի առնելով, որ Լիաննան Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված քաղաքացիների Լիաննան ձեզ ասել է նման բան, որ շարունակել Հիմա ձեր հարցին պատասխանում եմ, թողեք կամ ձեր հարցին պատասխանեմ, քանի որ ինքը առհասարակ վաղաշաբաթ խոշորացված համայնքում որպես այդպիսին ծանոթներ, ընկերներ չի ունեցել։ Եվ տվյալ գյուղի տարբերություն Լիաննա Ղարամանյանի ծանոթ է եղել Գարնիկ Ղազարյանը, ու Գարնիկ Ղազարյանը այլ բան է պնդում։ Ու նաև Գարնիկ Ղազարյանը շրջել է գյուղում ի տարբերություն Լիաննա Ղարամանյանի։ Այստեղ իրավիճակ է, որովհետև մարդը շրջել է գյուղում, հանդիպել է մարդկանց, որոնք հայոյել են։ Հետո մարդը վերադարձել է այնտեղ, Լիաննան, քանի որ Լեռնային Ղարաբաղից է եւ լավ չի պատկերացնում իրավիճակը կամ գուցե իր խնդիրն էլ չի դա պատկերացնել, Գարնիկ Ղազարյանը փոխանցել է Լիաննա Ղարամանյանին առնվազն։ Կարծում եմ նաև դա ասած պետք է լինի Լիաննան, որ մեքենաների կուտակում է նկատվել։ Մեքենաների կուտակում մարդկանց հետ առանձնազրույցներ, ձեր հարցի պատասխանն է։ Ձեր հարցին եմ գալիս։ Դուք դա ձեր հիմա երևակայությունն եք ասում, թե ձեր ենթադրությունը ինչի մասին է դուք խոսում։ Դուք տեղյակ եք, որ Լիաննա Ղարամանյանը դատարանում ցուցմունք է տվել, որ ինքը պտտվել է գյուղում, բուկլետներ է բաժանել, մարդիկ նույնիսկ գրավել են սուրճ խմելու, ինչ եք խոսում։ Դուք ձեզ ասել եք, որ ինքը չի պտտվել։ Ես առնվազն այդպես գիտեի, որ պետք է մինչև միջադեպը գուցե պտտված լինի, ես ասեցի, չէ, որ ախր մեր նախընտրական այդ շրջիկ շտաբերը ինչ սկզբունքով են աշխատել եւ աշխատել։ Երկու հոգի ապեցվել, մեկը շրջել է, մյուսը եկել, շրջելուց հետո եկել է, մյուսին հանգստանալ պետք, շրջողը հանգստանալու հնարավորություն ունեցել այդ սեղանի շուրջ նստելու, մյուսը դուրս է եկել էլի պտտ, նույն տրամաբանության մեջ։ Նույն տրամաբանության մեջ Լիաննա Ղարամանյանը, ասում է, երբ որ Գարնիկ Ղազարյանը ներսրտված եկավ, նստեց այդ շրջիկ շտաբ, բայց ներսրտված եկավ, չէ։ Հա։ Ներսրտված եկավ, նստեց շրջիկ շտաբ, չեն բացառել։ Շարունակել է իր կողմից գործողություններ կատարվել, բուկլետներ բաժանել ու որևէ խնդիր չի նկատել։ Նախագահող դատավորի հարցին, թե կուտակումներ այդ որ մարդիկ էին հավաքված, այդ մարդկանցից նույնիսկ ժեստիկուլյացիա եղել է, որ
դուք ընկալեք, որ ուղղված է եղել ձեզ, ասում եմ ոչ։ Ցուցմունք է տվել, որ դուք ձեր շրջայցի մեքենաներով ընթացքում նույնիսկ կանգնել եք, կարող փոքր դուք չէ ձեր, այդ Շարասյան մեքենաներից բուկլետ են փոխանցել փողոցով անցնող մարդկանց։ Եղել է դրանք, թե ոչ։ Եղել։ Եղել։ Ավտոերթ եղել է, ավտոերթի ընթացքում մեքենայից բուկլետ գուցե տրվել է, ոչ թե գուցե վստահաբար տրված կլինի, որովհետև միայնակ չեմ եղել։ Քարոզարշավը արդեն բնույթն ու տրամաբանությունը փոխած այ դրսևորմամբ տեղի է։ Այսինքն ավտոերթի այ դրսևորմամբ, ոչ այն դրսևորմամբ, որը որ պլանավորված է, որ ձեր կողմից այդ գյուղ գործուղված, պատվիրակված երկու անձի Գարնիկը Ղազարյան եւ Լիաննա Ղարամանյան, որևէ քաղաքացու, այդ թվում նաև Գարնիկը Ղազարյան, Համբարձում Ներսիսյանը, կոնկրետ ձեր կողմից քարոզ արշավ անցկացնելու վայր չի նշել, չի ասել, օրինակ գալիս է դպրոցիկով հանդիպում լինելու, դպրոցի դահլիճում հանդիպում լինելու, կլուբում գյուղի կներեք հանդիպում լինելու։ Տեղակ եք թե ոչ։ Իսկ հստակ հանդիպավայր չի եղել։ Չի նշել, Գարնիկը։ Չի նշել։ Գարնիկը չի նշել, տեսել է հանդիպում։ Այո։ Դուք տեղյակ եք։ Դուք տեղյակ եք։ Այո։ Դուք տեղյակ եք դրանց։ Որ ժամ, կոնկրետ ժամ չի նշվել։ Ժամ նշվել է, որ այս ժամին ես իբրև այդ շտաբը եւ այդ ցուցակը գլխավորողն եմ, ես հստակ ցուցումներով նրանց կցել եմ ոսկեհատ գյուղում քարոզարշավ իրականացնելու եւ քարոզարշավի ու իմ պահանջների մեջ է եղել նաեւ անպայման գյուղի բնակիչներին տեղեկացնեմ, որ ես ժամը 4-ին այնտեղ եմ լինելու, որպեսզի հանդիպում լինի։ Հիմա որտեղ եք աշխատակիցը, գաղափարակիցը թերացել է ոսկեհատ գյուղի կենտրոնում եւ առհասարակ ոսկեհատ գյուղում։ Դե տնապան դες բաներ եք հավատում։ Ին բանա չէ։ Հա, հիմա դուք քանի մեքենայով եք ժամ անել, ոսկեհատ գյուղի 5-6 7 5-ից 7 5-ից 7 մեքենա մինիմում եկել եք ձեր շրջիկ շտաբի մոտ, չէ՞։ Մոտավոր է, չեմ ասում հստակ րոպեներով ասեք, քանի րոպե եք այդտեղ կանգնել, իջել, հետո որոշել, որ ինչ ֆորմատով եք անցկացնում։ 3-ից 4 առավելագույնը, որովհետև անգամ դա չի կանգնի, եթե չկանգնել եք, 3-ից կանգնել ենք 3-ից 4 րոպե, 5 րոպեի շրջակայքում, մինչև որ մեքենաներից իջած մեր ընկերներին տեղեկացրել ենք, որ հաշվի առնելով իրավիճակի առանձնահատկությունը պետք է իրականացնել ավտոերթ, ինչքան կտևի այդ մեքենայից իջնել, կամ երևի թե մի բաժակ սուրճ խմել պահիտակ ու նստել մեքենան, կարող է պարզվի, եթե ասենք պարզվի, պարզվի, որ 3 չի, 4 չի, այլ օրինակ 15-20 րոպե տեղ կանգնած եք եղել։ 15-20 րոպե չեմ կարծում, եթե անգամ բացառում եք, որովհետև հնարավոր է օրինակ կարա լինի, ամեն ինչ էլ կարա լինի, այնքան բաներ որվա հետ կապված չեմ հիշում, բացառում եք որ դա է շատ, այսինքն կարա եւ այդպես է լինի, այդ ընթացքում կլինի 5 րոպե, թե 20 րոպե, թե 25 րոպե, որը տեղ է եղել, որևէ ոչ իրավաչափ գործողություն այդ զրուցարանի ժողովրդի կողմից, յուղի հասարակության կողմից, ձեր ասած ենթադրյալ կուտակումների կողմից, ձեր նկատմամբ ոտնձգություն, ոտնձգության սպառնալիք, փորձ, ակնարկ եղել է թե ոչ, հայոյանք, վիրավորական խոսք եղել է թե ոչ։ Հարցին միջև ըստ էության գամ եւ պատասխանը։ Ըստ էության ապրեք ես։ Այդ պահից եղել է թե ոչ։ Այդ պահին ոչ։ Իսկ եթե միջև ձեր հարցից մի փոքր ետ գնամ, կներեք այդ դեպքում ես զրկված եմ իհարկե հարցեր տալու իրավունքից, բայց առնվազն բարձրաձայն մտածելու իրավունքից զրկված չեմ եւ պատասխան դատարանը պետք է որ թույլ տա։ Այդ հայոյանքն ու կշտամբանքը ինչի մասին էր։ Տեսեք ուրեմն, հայոյանք եղել է թե ոչ,
դա հետո կորոշի։ Այս դատաքննության ավարտի։ Հիմա ձեզ հրամցրել են այդ գաղափարը, դուք անընդհատ կարճում եք դրանից։ Հիմա ես կոնկրետ ձեր տեսածն եմ փորձում դուք ասեք դատարանում։ Ձեր նկատմամբ, ձեր գործընկերների նկատմամբ, տեղում, որին դուք ականատես եք եղել։ Ոտը ձգությունն եղել է, ասում եք ոչ, հայրանք եղել է ոչ, բռնության սպառնա Չի եղել ասեմ այո, չի եղել։ Չի եղել, բայց մինչև դա եղել է հայոյան։ Դուք համոզվում եք։ Որից հետո Դուք համոզվում եք։ Դե առնվազն Գառնիկ Ղազարյանը դրա մասին Դե Գառնիկ Ղազարյանը այն բաներն է ասել, որում այդքան էլ համոզված չէ։ Ով։ Քիչ առաջ ես հարցեր տվեցի։ Կարող է չէ ինչ է, բայց համոզվածության մեջ ես այդքան էլ եմ։ Լավ, այդ հարցն է։ Այ այս միջադեպ, հա, կոչվածի վերաբերյալ այդ երկրորդ Գառնիկ Ղազարյանը հանդիպել է Համբարձում Ներսիսյանին, Համբարձում Ներսիսյանի կամ դիմաց։ Պարոն Զորաբյանը իր ֆեյսբուքյան պաշտպանական էջով, ես Աստղան Էմիլ Խաչատրյանս իմ ֆեյսբուքյան էջով տեսակցություն ենք։ Անձայն։ Անձայն։ Տեսակցություն, տեսաձայնագրություն։ Տեսակցություն ենք։ Ընդգծենք։ Տեսակցություն ենք, հա, տեղադրել։ Ծանոթացել եք տեսակցությանը։ Երբ ուզեք։ Դնելուց հետո մամուլով աչքովս առնվազն ընկել։ Այսինքն դուք այդ ձեր գործի, ձեր անձի հետ կապված տեսանյութը ուսումնասիրել եք, թե ոչ։ Նայեք 2.5 րոպե, 2.5 րոպե առանձնապես 3 քաղաքացու հանդիպումա, որտեղ ձայնը չկա։ Քաղաքացիներից երկուսը կամ հայոյել է կամ չի հայոյել, մեկը պնդում է, որ հայոյել է, ու ինձ հիմակիցն է պնդում։ Շատ լավ։ Իսկ տեսակցության բովանդակությունը տեսել եք, բացի ձայնը, որ չեք լսել։ Որ հանդիպել են։ Այո։ Ինչա՞ տեսակցել են Գառնիկ Ղազարյանը։ Ձեզ չի եղել։ Հա, այսինքն ձեզ մասին խոսքը չկա։ Այսինքն դուք ուսումնասիրել եք այդ տեսանյութը։ Դե առնվազն տեսել եք, որ առնվազն չեն։ Առնվազն ձեզ չկա։ Բարել են իրար ձեռքով, տեսել եք։ Բարևում էին ոնց որ։ Իսկ բուկլետ Գառնիկ Ղազարյանի կողմից առհասարակ ձեռքին որ լինի, գրպանից հանի, Համբարձում Ներսիսյանին տրամադրի, նման բան տեսել եք այդ տեսակցության մեջ։ Դեվագի մեջ չեմ խորացել անկեղծ։ Տվել է, չի տվել։ Դրել է դրանը, հետո եկել դրա պատասխանը տա, թե ինչի է դրել դրանը։ Չէ, քիչ առաջ դուք ասում էիք բուկլետի հետ հակամարտության մեջ մտնել, ասես ամպագորգոր բաներ Բա այդ դեպքում Հիմա ես ձեզ հարց եմ տալի, տեսակցությունը ուսումնասիրելիս դուք տեսել եք, որ Գառնիկ Ղազարյանը, ով ցուցմունք է տվել դատարանում, որ ինքը Գառնիկ Ղազարյանը շարժում անում չեմ կարծում, չեմ ֆիքսել, այդքան որակը լավը չի կամերայի, որ տենամ դա իմ բուկլետն է, թե ուղղակի ունենանք այստեղ 6 էկրան ունենք, լավ է որակի տեսանյութ ունենք։ Ուղղակի ես ձեր մտածածն եմ ուզում հասկանալ, ձեր տեսածն եմ ուզում հասկանալ, կարող եք վերարտել։ Դուք տեսել եք Գառնիկ Ղազարյանի ձեռքի բուկլետ լինի ու ինքը բուկլետը տրամադրի Համբարձում Ներսիսյանին, արդեն պատասխանեցի։ չեք տեսել։ Կամ շարժում տեսել եմ, բայց կոնկրետ բուկլետը որպես այդպեսին դուք էլ չեք կարող տեսնել, եթե ես համոզված եմ, որ բուկլետ չի տվել։ Եթե ինձ եք ուզում ասեք, ես որտեղից հայոյելու հայտնի թեզը որտեղ վերածեցի Գառնիկ Ղազարյանը հարց տվել։ Պատվարժան դատարան վկանա, չասում որ դուք եք ինձ չաս, ես հարց իրեն չեմ տալու Հարց։ Ահա։ Այ եթե պարզվի, որ Գառնիկ Ղազարյանի, օրինակ, դիտենք տեսանյութը, դատարանը տեսնի, մենք էլ հանենք մեղադրողներն դուք վախը ձեզ չի վիճակվի, կարող եք դատից տեղ չլինեք, դատական նիստի, համոզվենք, որ Գառնիկ Ղազարյանը ունենք բուկլետ չի տվել, Համբարձում Ներսիսյանի։ Առնվազն այդ դրվագով ստում, հա։ Եթե չի տվել, եթե պարզվի, որ չի տվել։ Գառնիկ Ղազարյանի փոխարեն ես չեմ պատասխանել, բայց առնվազն հայոյանքի թեզը, որ Գառնիկ Ղազարյանը բերում է, դա ութից չի վերցնում։ Եթե ես դες ասեմ այս սառնարանն է, ուրեմն ստում եմ, չէ։ Իհարկե, ես պայնում եմ դա ասեք։
Եթե հիմա Գարնիկ Ղազարյանը մենք նայում ենք տեսագրությունը մեծ էկրանի, բավականին լավ որակով, ու երևում է, որ Գարնիկ Ղազարյանի ձեռքին բուկլետ չկա։ Բուկլետ չկա։ Տեսնենք տեսանյութով մենք բոլորս դրա մասին Այս մարդը վաղ չի վիճակվի ախր այդ պրոցեսի Այդ տեսակցությունը ես չի որ ես չեմ էլ տեսել։ Տեսել է, ասում եմ շարժում եղել է, չգիտեմ Գարնիկը դրել է դրանը, այդպես է փոխանցել է, չէ՞ փոխանցման։ Դրան վրա ընդհանրել է։ Գարնիկ Ղազարյանը փոխանցել է դատարանում, եթերերով պետք չի, դատարանում մարդը հստակ ցուցմունք է տալիս, հստակ։ Ասում է ես ծոցա Գերմանիայից ոչո պատասխան Գերմանիայից, տեսեք ինչքան մանրամասնատար է ցուցմունքը։ Չի ասում հետևի այդ ծոցագրպանի պատկերը որ դուք ասում ծոցագրպանից Գարնիկ Ղազարյանը ողջ կարոզարշավի ընթացքում ես հավաստի ասում եմ 50 հատով 100 հատով իր ծոցագրպանում իմ նախընտրական բուկլետներից ունեցել է ու մի 100 անգամ էլ ես տեսել եմ մարդկանց ինքը ոնց է Քարոզարշավից դուրս օրվա ավարտին դուրս գալիս գիշերով իր շրջապատումը վարի տակարը դրա ամեն ինչ կար ես ասում եմ որ Գարնիկ Ղազարյանը ցուցմունք է տվել դատարանում որ ես հանդիպեցի համբարձում ներսել այդ շարժումը ձեր ասած արեցի բարևեցի երկու ծոցա գրպանից անեցի տվեցի ինքը ուսումնասիրեց ու հայոյեց Զայնը թողենք հայոյան եղել է թե ոչ, այդ գործողությունները դուք տեսել եք, ասում ուսումնասիրել, թե ոչ, թե չեք կարող ասել։ Չեմ կարող ասել, կարող ենք նայել, կարող ենք ուսումնասիրել, կարող ենք դետալների մեջ խորանալ, Գարնիկ Ղազարյանին հերթական անգամ լսել, ինքը դռան վրա է դրել, թե անգամ փոխանցել է, որտեղից եկավ այդ հայոյանքի թեզը։ Հարցումը այդ դուք ձեր ցուցմունքով ասացիք, որ պետք է որ տեսադրություններ եղածին երկարացում։ Որտեղ թե ինձ ամոթացել։ Բացարձակ։ Որտեղ է ստացվում դες Անկասին ես ենթադրում եմ, եթե ինչ-որ մի դեպքի վերաբերյալ ահազանգ է լինում ոստիկանություն կամ ոստիկանությունը սկսում է զբաղվել այդ միջադեպով կամ ոստիկանության տիրույթում է գտնվում եւ իրավապահների տիրույթում է գտնվում, նաեւ եթե չեմ սխալվում Հայաստանի Հանրապետության ներս Հայաստանի Հանրապետությունում նաեւ օրենսդրորեն է դա ամրագրված, որ արտաքին տեսահանկարանող սարքերին ունի հասանելիություն իրավապահ մարմինները, ունեն հասանելիություն, ես ենթադրում եմ, որ իրավապահ մարմինների ձեռքում կլինի դա։ Ես այդպիսի ենթադրություն առնվազն ունեմ, որ իրենց մոտ գուցե լինի։ Իսկ այդ դուք մանրամասն ներկայացրեցիք որ եկել եք ընդդեմ քարոզարշավը տեղի ունեցել եւ այլ եւ այլ։ Գևոն ներսիսային անձամբ տեսել եք անդր։ Ոչ, ես չեմ տեսել։ Իսկ համբարձում ներսիսային չեմ տեսել։ Գևոն դա լավ չէ։ Որովհետեւ չեմ ճան, որ տեսնեի էլ իրենց որ տեսնեի։ Հիմա արդեն ճանաչեցիք։ Հիմա նոր այսօր ճանաչեցի, որ տեսնեի։ Կարող եմ մենք կամերել այնտեղ տեսել եք թե ոչ։ Առնվազն չեմ կարող։ Իսկ Գևոն Ներսիսյանը կամ Համբարձում Ներսիսյանը կամ նա ինչ-որ մի հատ անձ ձեր հասցին, ձեր հետ եկած անձանց այդ ասպեկտ ձեր մարդկանց Մենաշնորհ հարցորդների անգամ տվեցին։ Ես դուք ասեմ ինչի համար եմ ասում, էլի չէ, ուղիղ հարցնեք, դու ասի չէ, Էլ հարցը տվել է, կարող եք մեջ վերել պատասխանը եւ ձեզ այլ հարցը ձևակերպել։ Հաստատ չէ, եթե դրանց պատասխանը լավ չէ։ Դա իսկ մենք ուզեի նայել հարցերի բանի հետ կապված։ Այդ գյուղում ասացիք մեքենայով չէ, քարոզարշավը։ Իսկ եղել է դեպք, որ այս նախընտրական քարոզարշավի ժամանակ այլ գյուղերում եւս իրականացնել ավտո երթով քարոզարշավ։ Բացի նշված ավտոերթով հասել ենք գյուղ, բայց գյուղի ներսում ավտոերթ չի եղել փողոցներում, այնպես ինչպես ոսկեհատով։ Չէ, ուրիշ գյուղերում եղել է, որ ավտոյի միայն իրականացել է քարոզարշավը, ավտոերթ։ Չի եղել։ Չէ։ Գյուղ գնացել ենք մեքենաներով, մեքենաները կահավորված են եղել նախընտրական լոզունգներով եւ նախընտրական նկարներով, դա եթե կդիտարկեք դուք Այդտեղ ավտոերթ եւ ավտոերթ։ Դե ես պատասխանում եմ, դուք էլ պատասխանից արդեն բխեցնեք ձեր պատասխանացած թե ոչ։ Ես Գյուղ գնացել, գյուղում արդեն մարդկանց հետ անմիջական շփվել փողոց առ փողոց։ Մենակ ոսկե հատում է, որ ավտոերթով է իրականացել։ Ճիշտ եմ ասում։ Այո։
Հիշում եք Գարնիկ Ղազարյանի քիչ առաջ վկայակոչում էին ցուցում։ Հիշում։ Գարնիկ Ղազարյանը դատարանում կատարեց, որ բացի ոսկեհատից ավտոերթով իրականացրել է նաև այլ գյուղերում ևս։ Դե ես ասեցի, չէ։ Հիմա դուք դա այդպես չդիտարկեցիք, Գարնիկ Ղազարյանն այդպես է դիտարկել, որ մեքենան նստել, դրոշը դնել մեքենայի վրա, նախընտրական նկարը այդ մեքենայի բանից տանիքից փակցնել տանիքին, մտնել գյուղ, դա Գարնիկ Ղազարյանի պատկերացումներով ավտոերթ է։ Ինչ գիտեք Գարնիկ Ղազարյանի Գուցե։ Բայց դու Գարնիկ Ղազարյանի արտադրության ներկայացնեք։ Ես դրա համար գուցեով եմ ասում, գուցե այդպես եմ ենթադրում։ Ես դրա համար ձեր հարցին պատասխանելիս ես նաև ձեզ համար ասում, դուք էլ ենթադրեք, ինչ ենթադրեք։ Եթե ձեզ հարմար է, որ ավտոերթ է եղել, ենթադրեք, որ ավտոերթ է եղել։ Եթե հստակ դատարանում մարդ ասել, որ բացի ոսկեհատից այլ գյուղում ևս իրականացվել է միայն ավտոերթով քարոզարշավ։ Հիմա ստում է թե չի ստում։ կարող է ավելի լավ է հիշում, քան ես։ Դրա մասին Կարող է իր պատկերացումներն այլ են, քան իմն ու ձերը։ Ես ասեցի, այն ինչ որ կա։ Ես ասեցի, այն ինչ որ կա։ Վկայ է, ես փաստաբան, ես հարց եմ։ Ես ասեցի, այն ինչ որ կա։ Դրա մասին նաև խոսել է Դիանա Ղարամանյանը, ով գիտե հիմա ուղղակի որպեսի դատարանի հորդորը լսեմ, այդ մասով հարցը կա, ով գիտե ասել է, որ ձեր գաղափարակից ընկեր չի, ուղղակի դա իր համար վճարովի աշխատանք է եղել, ես եմ հարցրել դրա մասին, իսկ քիչ առաջ դատարանում դեռ ասեցի, որ վստահաբար նրան չի վճարվել, դա թողին դիքով, ես էլ եմ համարում էական չի, դեռ փոքր բաներն որ ճիշտ չեք ասում, դա ես դες չեմ դիտարկում, հիմա տեսեք։ Չի կարող այնպես լինի, որ ես դերակ չլինեմ։ Դե հիմա մարդ ասում է, դա իմ աշխատանքն է, եղել, ես ոչ կուսակցության անդամ եմ, ոչ գաղափարակից ընկեր, ինձ վճարվել է դրա համար, դուք հիմա ասում եք վստահաբար նման բան չի եղել։ Դրա համար ես ասում ես այդ կողմ չեմ տանում, բայց Դիանա Ղարամանյանը դատարանում ցույց է տվել, որ այլ համայնքներում եք դուք ավտոերթով, մենակ Գարնիկ Ղազարյանը չի դրա մասին ասել, բայց Դիանա Ղարամանյանը, որ ավտոերթով քարոզարշավ է իրականացրել, այսինքն դիտարկում որ դա էլ է քարոզարշավ իրականացնելու մի ձև, դրոշներով, ռուտերով, ծրագրի, այսինքն փորձված ձև է, այսինքն դուք այդպիսի քարոզարշավ նաև որոշեցիք անցկացնել ոսկեհատում։ Մենք նախադեպը առնվազն եղավ, որ պետք է ոսկեհատում այդպիսի բան իրականացնենք, որովհետև մեր կալանները ձախ քարոզարշավի նման տեսակ։ Քարոզարշավի տեսակ է դա, տեսակներից մեկն է, արդյունավետությունը կարելի է քննարկել այլ հարթակներում, բայց տեսակ է։ Հարգելի ժողովուրդ, սպայողություն, շահում 10:00-ին անցել աշխատանքային, որը հավաքվել է նաև կողմերի տեղեկացնել, որ ես նավթավորեսով անցանում երկապա ու տեղեկան, որ արդեն բազմաթիվ միջնորդություններ ունեմ ստացած, որը հետաձգելիության ռեժիմը պետք է քննեն։ Դրա այդ հանգամանքով պայմանավորված չեմ կարող այս բանին շարունակել դատական նիստը, եթե անգամ կողմերը նման միջնորդություններ ներկայացնեն, ուստի այսօր դատական նիստը պետք է ավարտել։ Մի հանգամանք կարելի է պատվարժանվել, եթե չեմ դատում։ Դե ենթադրվում է, որ մենք կողմերով հարցերն ավարտել ենք։ Դատարանը հարցեր ունի եւ գտնում է, որ վկայի հարցակնություն դեռևս ավարտված չի։ Մենք պայմանավորված ունենք հաջորդ դատական նիստը փետրվարի 17-ին ժամը 15:00, ճիշտ է։ Ուրեմն նիստը հետաձգվում եւ նշանակվում է փետրվարի 17-ին ժամը 15:00-ին ձեր հարցակնությունը դեռևս չի ավարտվել, դուք հիմա համարվում եք պատշաճ ծանոթված հաջորդ նիստի օրվա վերաբերյալ, ուստի այդ օրը ևս կհանդիպենք դատական նիստին։ Նիստը հայտարարվում է խախտված։